Եթե ես կարող եմ, կարող ես նաև դու։ Փողը ձեռի կեղտ է։ Մի մասն ասում է փողը փչացնում է մարդուն։ Մի մասի համար փողը տալիս է թևեր։ Քանի հոգու համար է ինքը ապրում, այդքան էլ իր կյանքն արժեք ունի։ Իդրամ վճարային համակարգի համահիմնադիրն ու ստեղծողը բազմաթիվ բիզնես նախագծեր ունի, իսկ պատերազմից հետո էլ արդեն տևական ժամանակ է ստեղծել է Re Armenia համագործակցային հարթակը։ Այստեղ խնդրում եմ ուշադրություն, Գևորգը, իր թիմը ու գաղափարակիցները ապացուցում են ոչ թե խոսքով ու կենացներով, այլ ռեալ գործերով։ Իդրամի նպատակը Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի կայացումն էր, բայց երբ որ չես անում, հաստատ չի ստացվի։ Ու դու տեսնում ես փաստացի, որ դու ստեղծում ես։ Հա, ու դու չկա հաջողություն առանց նորարարության ու չկա նորարարություն առանց ձախողման։ Անես բան ես ուզում ունենաս, որ կյանքում չես ունեցել։ Անես բան պիտի անես, որ կյանքում չես արել։ Բանտից որ դուրս եկա, դրանից հետո ինձ առաջարկեցին այդ բանը կալանավորների օգնության համահայկական միություն կա, այդ միության նախագահ դառնամ։ Իրանք որոշել են, որ իրանք չեն ուզում, որ իրանք երեխաները արտագաղթեն լավագույն կրթության համար, ուզում են, որ լավագույն կրթությունը գա իրանք գյուղ։ Այսինքն Google-ի, Facebook-ի աշխատող հայերը Մունք տեխնոդպրոցի միջոցով տեղի երեխեքին դաս են տալի։ Երեխային էլի ոչ թե պիտի հարցնես մեծանաս ինչ ես դառնալու, այլ պիտի հարցնես որ խնդիրն ես լուծելու։ Հաստատ հայերը համախմբող են։ Ու 17000 հոգի իրար հետ հավաքվել են, 140-ից ավել պրոյեկտ են իրականացրել։ Գումար ստեղծող մարդուն հարցնում եմ, գումարով ինչ չի կարելի գնել։ Կյանքիդ իմաստը փողով չես կարող պատվիրես քո համար սահմանեն։ Ափսոսում եմ այն բոլոր դեպքերի համար, որտեղ ավելի փոքր նպատակ եմ դրել, քան պետք էր։ Իսկ ով որ համամարտկային հարցը առաջը դնում ու լուծի, իր կյանքը արդեն 8 միլիարդանոց կյանք է փաստորեն, էլի։ Այդ նույն հայության մի մասն է, չկա հայություն ու սփյուռք։ 4-ից 8 էր սրոկը, բայց այնտեղ 4 տալիս են, եթե տենց ընդունում ես մեղքերից, ես չէի ընդունում բնականաբար։ Բայց դու մեղքել չէիր արել, ուղղակի տենց անում են, որ բիզնեսը վերցնեն։ Եթե ես կարող եմ, կարող ես նաև դու։ Բարի օր։ Ես սիրում եմ ասել, որ մեր օրերում միայն գումարով հնարավոր չէ երջանիկ լինել, բայց 21-րդ դարում հնարավոր չէ ապրել նաև առանց գումարի։ Եթերում, եթե ես կարող եմ, կարող ես նաև դու հաղորդման 3-րդ թողարկումն է, եւ այսօր էլ հաջողության պատմություն ենք ներկայացնելու, բանաձևերն ենք դուրս բերելու, բայց նաև խոսելու ենք, թե առհասարակ ինչ է իրենից ներկայացնում գումարը, ինչպես շատ գումար աշխատել, արդյոք գումարը երջանկացնում է։ Ֆանտաստիկ հյուր ունեմ, ով բիզնես աշխարհում հեղափոխություն է արել, լինելով մասնագիտությամբ նկարիչ։ Հյուրս Գևորգ Պողոսյան, Իդրամ վճարային համակարգի համահիմնադիրն ու ստեղծողը, բազմաթիվ բիզնես նախագծեր ունի, իսկ պատերազմից հետո էլ արդեն տևական ժամանակ է ստեղծել է Re Armenia համագործակցային հարթակը։ Այստեղ խնդրում եմ ուշադրություն, Գևորգը, իր թիմը ու գաղափարակիցները ապացուցում են ոչ թե խոսքով ու կենացներով, այլ ռեալ գործերով, որ աշխարհի բոլոր հայերը լավ էլ միասնական են, լավ էլ կարողանում են համախմբվել հանուն լավ ու մեծ գաղափարի եւ ստեղծել են ընտիր նախաձեռնություններ ու Հայաստանի զարգացման համար պատրաստ են ամեն ինչի։ Դե չչարաշահեմ ձեր համբերությունը եւ բարևենք մեր հյուրին։ Բարի օր Գևորգ ջան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ շատ հրավիրելու համար։ Քո թույլտվությամբ ոչ միայն տեսախցիկներից այն կողմ, այլև այս կողմ խոսենք դույով։ Հա, իհարկե։ Այդ իմ հետևորդների հորդորն է, ասում են, քանի որ YouTube-յան է հաղորդումը, դուն ավելի մտերմիկ է, դուքը պաշտոնական է, դե քանի որ Գևորգն ինձ համար շատ լավ, ոչ միայն բիզնեսմեն, այլև ավագ ընկեր, այն նախորդ երկուսը դուքով է եղել, հիմա սկսում ենք դույով։ Շատ լավ, հաճույքով։ Բացի Իդրամից, հաջողություններից, քո բիզնես նախագծերից եւ Re Armenia-ից, ուզում եմ մի քանի բան խոսենք, հասկանանք ի վերջո ինչ է իրենից փողը ներկայացնում, ինչպես շատ գումար վաստակել, որովհետև բոլորի գլխում այդ կարմիր թելի պես կա, չէ։ Հիմա մարդկանց մի մասն ասում է փողը ձեռի կեղտ է։ Մի մասն ասում է փողը փչացնում է մարդուն։ Մի մասի համար փողը տալիս է թևեր, ազատություն, հնարավորություն, միայն փող լինի երջանիկ ենք եւ վերջ, իսկ մի մասի համար էլ պարզապես գործիք է, միջոց է, միսիան իրականացնելու համար։ Ես ուզում եմ բիզնեսմենն ասի։ Ես այդ վերջի մասից եմ։ Ես գիտեմ։ Ի վերջո ինչ արժեք է փողը, ինչ է փոխում մարդու կյանքում փողը, շատ փողը։ Նախ, քանի որ տենց
ոդկասթի ֆորմատը, դույով էլ խոսում ենք։ Երևի կարելի է ամեն ինչից խոսալ, չէ՞, ինչ մտածում ենք, այդ ասենք, ոնց որ սովորաբար անում ենք։ Չէ, ես լրիվ բաց եմ այդ առումով։ Հարց ուրիշ բանում է, որ կարող է ես այդ նույն փող ասածին նենց չվերաբերվեմ, ոնց որ սպասում էիր, որ պիտի վերաբերվեմ։ Կամ ասենք ինչ որ մի բան ասենք, որ աուդիտորան կարող է ուրիշ ձևեր պատկերացնում կամ ուրիշ բան ասպասում։ Դրա համար այնուամենայնիվ, տենց որ ազատ խոսալով գնանք առաջ, դե փողի ցանկացած բանի հանդեպ քո վերաբերմունքն է պայմանավորում քո վիճակը։ Այսինքն առանց փողի չես կարող ապրես, փողը քո երջանկությունն է, թե չէ, այդ ուղիղ կախված անես, թե դու այդ փող ասածին ոնց ես վերաբերվում։ Հիմա այն մյուսը իրանց բաղջի ծիրանին է կարող է տենց վերաբերվում, որ ասենք այս որ չլինի, մենք ասենք վсё մեռնելու ենք, վերանալու ենք, այս մեր ծառը որ չորացավ, մեր տեսակը կվերանը, պայմանական եմ էլի ասում, ու ասենք եթե կա, այդ իրան երջանկություն է տալ։ Այն մյուսը ինչի վրա ես դու կենտրոնացած, ինչին ոնց ես վերաբերվում, ուղիղ դրանից է կախված քո այսինչ կամ այնինչ պատճառով երջանիկ կամ դժբախտ ելնել է, էլի։ Իսկ հետ գալով հենց կոնկրետ փողին, հա, փողը շատ կոնկրետ գործիք է։ Ինքը հենց որպես գործիք էլ ստեղծվել է, ներդրվել է, նու սկզբում ոնց էր, ասենք ապրանքափոխանակություններ, հա, էլի, հա, ես իմ ասենք թե այծերը տալիս եմ, դու քո ասենք սայլն ես տալի, ասենք թե դու սել սարքողն ես, ես այծ աճացնողն եմ, բայց հետո ելնում է որ քեզ այծ պետք է, բայց ինձ էլ սել պետք չի։ Բա ոնց ենք այդ առևտուրը կազմակերպելու։ Թանկարժեք քարերով, ինչ որ մի բան ենք հորինում, ասենք այդ քարեր կլինի, ոսկի կլինի, ասենք թե ինչ որ մի բան, որ բոլորիս համար հասկանալի է, դրանով սկսում ենք արդեն առևտուրն անել։ Դու հետո այդ ոսկին քարը ասենք տենց մի քիչ որ հանգարց հարստացար ասենք այդ ամբողջ բեռը հետդ քաշ տալը ահագին բարդությունների ա բերում, այդ տանում ես հանձնում ես բանկ, բանկը դրա դիմաց քեզ թուղթ է տալի, որ հեսա այս ապացույցը, այս թուղթը առայն, որ քո հարստությունը, քո քարերն ու ասենք ոսկեղենը այս ինչ տեղը պահվում է, ու հետո այդ թուղթ եմ սկսում քեզ տալ, էլի հես ասում եմ, նայ, կամ այդ թղթի ինչ որ մի մասը ասենք, հա, մասերից բաղկացած է, այդ եմ քեզ տալի, այդ էլ այդ փող կոչվածն է, էլի ոնց որ իհարկե հիմա շատ բան է փոխվել, հիմա այդ ոսկե ստանդարտը առհասարակ վերացել է, Ֆեդերալ ռեզերվը կա հիմա երկրի որևէ երկրի թողարկած արդեն գումարի արժեքը տվյալ երկրի տնտեսությունից է կախված արդեն, հա, ոչ թե իր դե ֆակտո ունեցածից։ Ուրիշ հետարքիր հաշվարկներ էլ կա, օրինակ հիմա աշխարհում ասում են մոտ 2 կվադրիլիոն դոլարի, ուրեմն բան կա, պարտավորություն ասեմ, այնտեղ վեքսելները են թուղթ փողա 3-4, բայց դե ֆակտո ասենք համախառն արժեքը ինչ որ մի 100 տրիլիոնի կարգի է, ու շշում ես, ասում ես ոնց 20 անգամ ավելի շատ փաստորեն փող կա թղթերի վրա, քան փաստացի, նու բնականաբար որովհետև նույն բանկերներ են, չէ՞, տենց աշխատում, ասենք ինքը ցանկացած պահի, եթե բանկի բոլոր հաճախորդները գան ու բոլոր գումարները իրանց այդ բանկում բաց հետ ուզեն, այդ բանկը բանկրոտ կլինի, սովորաբար չի ունեն մենքան փող, ինչքան պարտք է։ Ու ինչ որ տնտեսության տարբեր մակարդակների, այսինքն ֆինանսների նաև կառավարման տարբեր ասենք մակարդակների մասին է, բայց հետ գալով բուն թեմային, փողը ինքը կոնկրետ գործիք է։ Ու ոչ մի դեպքում դրանից ավել, ուրեմն նշանակություն պետք չի փողին տալ։ Այդ ինքը լիքը խնդիրներ է իր հետ բերում, երբ որ դու սկսում ես փողը ինչ-որ կուլ սարքել կամ գալիս այդ դեպքում, չէ՞։ Կարող է, հա, այդ էլ կարող է, այդ չգիտեմ, այդտեղ դրա վերաբերյալ է տարբեր կարծիքներ կա, որ քո փողին վերաբերվելուց քո փող ունենալը կախված է ինչ որ չգիտեմ, էզոտերիկայի կողադաշտերում կամ չգիտեմ ինչ, բայց այնուամենայնիվ դրա մասին չգիտեմ, բայց այն որ ասենք փողը գործիք է ու վերջակետ ոնց որ վсё, այդ միանշանակ է ու շատ կարևոր է որ հենց տենց վերաբերվես էլի։ Նայ, փողի մասին շատ միֆեր կան ու շատ թևավոր խոսքեր կան, ասում եմ, եթե փողը թևեր չի տալիս, գոնե մարդու քայլվածքը փոխում է։ Հիմա ես քեզ 2017 թվականից ճանաչում եմ, ոչ քայլվածքն է փոխել, ոչ մի բան, միայն էներգետիկան։ Ինչ փոխվեց քո կյանքում, երբ ամենամեծ քանակի փողը եկավ քո ձեռք։ Լսի, ամենամեծ քանակի փողը իմ ձեռք Լավ քո հաշվին։ Եկել է երբ որ ես շատ փոքր եմ եղել ու այդ իմ փողը չի եղել։ Այդ բանը Պապան հաջող ստեղծագործության ասոցիացիա ուներ, ու այնտեղ տարբեր հայ արվեստագետների երաժիշտներ, նկարիչներ, կրկեսի աշխատողներ, տարբեր հյուրախաղեր կազմակերպում հիմնականում Եվրոպա, տենց տանում էր ու սպոնսորներ կային, ասենք, որ գալիս էին հովանավորում էին այդ ամբողջ process-ը, այդ 90-ականների սկզբի մասին է, էլի խոսքը, 80, չէ, 90-ականների սկիզբ։ Ու տես մի անգամ մի հատ սպոնսոր փողը յաշիկով էր տվել։
ու վերել էին մեր տուն հաշվելու ու տենց մենք հարևաններ ունեինք, որ խանութում էին աշխատում, դե շատ արագ լավ հաշվում էին իրանք, papan իրանց էր խնդրել, որ գան հաշվեն, ես էլ հետները տենց համ սովորում, համ հաշվում էի, տենց էդ էր, այսպես ռուբլիով աշխատած փողը Իմ աշխատած, լսի, դե ես տես թրեք չեմ արել, բայց ասենք Իդրամի վաճառքից հետո, երբ որ դե Իդրամ սարքեցինք, հետո exit եղանք, այդ ժամանակ ինչ որ տես մեծ դրամագլուխ եկավ, հետո երբ որ TCF-ը հիմնադրեցինք։ Բայց ռեալ աշուշենյական ինչ որ փոփոխություն կար, լսի, չէ, որտեվ գիտես, չէ, գիտես երևի պատճառն է նա, որ ես միշտ շատ ավելի շատ ծախսելու տեղ ունեմ, քան փողակալի, էլի։ Ասենք հենց հիմա մոտավորապես 120 միլիարդի կարգի գիտեմ որտեղա պետք ծախսել այդքան փողը 120 միլիարդ դոլարի մասին է հասկացա դե արի այդքան որտեղից բերել հիմա մի հատ 200 միլիարդ մեկ է հոп հայտնվի այդտեղ կարող է սեկրետ ընկնեմ ասեմ օհո ես ինչա բա ինչ պիտի ան կարող վիճակ փոխվի էլի ոնց որ տրավմադրություն էմոցիաներ չէ բայց իհարկե կես կատակ կես լուրջ իրականում տենց չի եղել որ այնքան փողը լինի որ չգիտեմ ինչ պիտի անեմ որտեվ ամեն ուզում եմ այդ ասենք կես միլիոնա 1 միլիոնա 2 միլիոնա միլիոններով դոլար ա եղել միլիարդներով չի եղել էլի մեր եղածը տենց չի եղել որ այնքան փող կա որ մենք չենք սպասում այդ փողին կամ չգիտենք որտեղ պիտի ծախսենք երևի էդ էլ առանձին հարցայի միջալոց որ այդ ինչ որ արած գործերի գծած ինչ որ քայլերի արդյունքում եկած ակտիվների մասին ենք խոսում ու հետեւաբար ոչ մի անսպասելի բան չկա էլի երևի այդ քո ասած փոփոխություններն էլ նույնն երբ որ մեկը հոп սենց ընկնում է գլխիդ կամ չէիր սպասում ու մեկ էլ մեծ exit ես ելնում կամ ինչ որ մի հատ պապիկ կամ տատիկ ծախսեր չունես, հա, որ պիտի անես։ Ավելի շատ փողակալի, քան պատկերացնում ես, որ պիտի ծախսես, կարողա, չգիտեմ։ Բայց հա, ասում եմ չգիտեմ, բայց հիմա խոսալով նաև դրան եկա, որ երևի հա, երբ որ չպլանավորած կամ չպլանավորած ասենք, գումար է գալիս, այդտեղ կարող է ինչ-որ բաներ փոխվի մեջդ, բայց երբ որ դու քայլ առ քայլ, ասենք նույն Իդրամի դեպքում, ասենք 10 տարի քայլ առ քայլ աշխատել ենք, հետո եկել ինչ-որ մի հատ վիճակի ենք հասել։ Իդեպ էլ մենք նույն ասենք TCF-ի մասով, երբ որ սկսեցինք 2016-17-ին ենք սկսել, 17-ին մեր առաջի մեծ արշավն արեցինք հայկական խելացի դրամապանակի համար դրամահավաք էինք անում, մեր գործը կոնկրետ մարքեթինգն էր, մենք որոշել էինք, որ պիտի մի ամսում $1 միլիոն փող ռեյզ անենք։ Ու հետո երբ որ այդ մի ամսում $1 միլիոն ռեյզ անենք, հա իհարկե ուրախ էինք շատ, ախորժակներ բացվեց, չէ՞։ Բայց ուզում եմ ասեմ, ոնց որ էներ ինչ ուզում էինք, էներ ինչ պլանավորել էինք, կարճ պատասխանն է, որ չէ, իմ կյանքում տենց սիտուացիա չեմ ունեցել։ Կարող, բայց եթե այդ հարցին պատասխանա պետք, երբ պետքա գտնել ինչ-որ մեկին ու մոտ բան փոխվել է, մի հատ իրան լսել, էլի, իմ մոտ բան չի փոխվել։ Դու ունես շատ հաջողված պրոյեկտներ եւ քո հարցազրույցները որ լսում ենք, աշխատել ես 7-10 տարեկանից սկսած, իսկ առաջին բիզնեսը որն էր, տարբեր բիզնեսներ են եղել։ Ուզում եմ այսօր խոսենք առաջինի մասին, ամենահաջողվածի մասին, ձախողումների մասին, ինչ խորհուրդներ կտաս, սկսենք առաջինից։ Լսի, դե ամենաառաջինը այդ ինստիտուտի առաջի կուրսում ա եղել, ընկերներով գովազդային գործակալություն էինք հիմնել։ Այն ժամանակ Գեղարվեստի ակադեմիայում էինք սովորում, մենք հավատում էինք, որ գեղեցկությունը փրկելու է աշխարհը ու պետք է անպայման միջավայրը լինի էսթետիկ։ Այնպես չի որ հիմա դրան չենք հավատում, հիմա էլ եմ այդ մտքին, ես վերջերս իդեպ ավելի հաճախ եմ սկսել նորից դրան գալ։ Ինչը ստիպեց։ Այն ժամանակ դե նայում ենք քաղաքի վիճակը, ու ամենապրիմիտիվ բաները, փողոցով քայլում ես, ինչ որ տարադրամի փոխանակման կետ է ու մի հատ sense կարտոնի վրա սև ածուխով գումարները գրած է, կուրսը փոխվում է, ջնջում են, փոխում են ու նեղվում ես, էլի մանավանդ մի երկու հատ էլ առիթ եղել էր, ասենք էլի Միացյալ Նահանգներ, Եվրոպա այդ ընթացքում գնալու գալու ու նայում ես այնտեղ ինչ միջավայրա ոնց է այդ սաղ մտածած գծած դիզայնը բանը ու մեր մոտ ինչ վիճակա տենց նեղվում ես ու մեր խնդիրը այդ էքստերիերի հարցն էր դարել որոշել ենք որ մենք պետքա փող աշխատելուն զուգահեռ ինչ հարց պետք է լուծենք պետքա այդ change-ի տաբլոներ սարքենք, խանութների այդ ուրեմն արտաքին տեսքը, այնտեղ լոգոներ, բաներ, լուսավոր գովազդներ, այս տեսակ, հետո ինչ որ այն տրամվայների, բաների, տրոլեյբուսների գովազդի վրա սկսեցինք աշխատել, տենց ահագին պատվերներ էինք ստանում, ինչ որ հիմա որ նայում եմ, մի քիչ ամաչում եմ, այդ ինչ ենք արել այս քաղաքի հետ, որոշ դեպքերում, բայց դեպքերը կա, որ իհարկե շատ ավելի լավ էր դառնում են, ինչ որ դառնում էր, բայց նպատակը միջավայրը ավելի էսթետիկ դարձնելն էր ու դրա վրա էինք աշխատում ու մեր առաջի բիզնեսը գովազդային գործակալություն հենց այդ էրան պատվերներ էինք վերցնում տարբեր խանութների արտաքին գովազդները պատրաստել։ Հա, իհարկե, փող էինք աշխատում ահագին, հետո մի պերիոդ
մանավանդ այդ երբ որ մեքենաների, տրոլեյբուսների, տրամվայների վրա սկսեցին կանել, օրը մինիմում մի հատ, մաքսիմում 3 հատ գրուզավիկ կամ տրամվայ ձևավորում ենք, դա էլ ամեն մեկից դες մի քանի $100 փող մնում էր։ Այն թվերի համար լավ է։ Շատ մեծ թվեր էր մեր համար, մենք տենց որպես ուսանողներ զողին զարմացած էինք, էլի, որ բայց իհարկե այդտեղ էլ շատ հետաքրքիր պատմություններ կար, սկիզբը օրինակ, նենց էր ստացվում։ Ամենաառաջին օրը կհիշես։ Ամենաառաջին օրը էտեն էր, երբ որ բան էինք արել, մեր պատկերացրած սիրուն change-ի տաբլոն գծել էինք ու դրա էսկիզով, որը մի հատ այնպես վատմանի վրա, այսպես ռուլոն արած բան, բացում ցույց էի տալի, էլի։ Այդ էսկիզով գնում էինք արդեն այդ վաճառքն անելու, ամենաառաջինը այդ շատ լավ է մոտս տպարը, որովհետև իմ դասընկերներից Վահեն, Էլենը մի դասարանից էինք իրար հետ, իրեքով էինք, այտենց փողոցով քայլում ենք, բանը երիտասարդական մետրոյի մոտ էինք ու ես ոնց որ պետք է գնայի առաջի առաջարկն անեի, էլի, ասեի, որ sense բան եմ եկել ձեզ առաջարկեմ, հիմա սա սուպերմարկետը որ կա երիտասարդական մետր, դրա հենց դիմացի մայթը առաջի այդ change-երից էր, տարադրամի կետերից էր։ Ու այդտեղ պետք է մտնեմ, բայց ամաչում եմ, չեմ կարողում, այս ընկերներս էլ ինձ դուխ են տալի, բա ինչ կա դրա մեջ, բա դու իրանց լավ բան ես առաջարկում, բայց ես էլ դե անծանոթ մարդիկ են, ոնց պետք է խոսամ, բան։ Մի քիչ տևեց, մի 10-15 րոպե տևեց այդ Սամավնուշենյան այդ ինքս ինձ համոզելը ոնց որ Ինչ էր քեզ ասացիր, ուզում եմ sense պրակտիկ հնարավորինս դետալային ասես, գուցե մա ինչ որ մեկի պետք է։ Դե եթե այդ տեսանկյունից նայենք, ամենակարևորը որ վատագույն բանը ինչ որ կարա լինի, այդտենա որ ասենք, հա, ինձ այդ իմ ոնց որ առաջարկը չընդունեն։ Իսկ այդ պահին որտեղ որ ես կանգնած եմ, իմ այդ առաջարկը ընդունած չի։ Այսինքն երբ որ ես մտնեմ, չընդունեն, դուրս գամ, վիճակը չի փոխվում։ Ավելի լավ, որովհետև անորոշություն ավելի լավի մասին այդ բան չէի մտածում, որ նոր, ասենք նախ իմացար, որ ստեղ պատվիրատու ունես, թե չունես, այդ անորոշ վիճակը գնաց, երկրորդը դասեր քաղեցիր, այդ ամեն չէ լսելուց ոնց ես դիմել, ոնց են այդ չեն ասել, այդտեղից դասեր ես քաղում, քո ամեն հաջորդ առաջարկը շատ ավելի որակով, շատ ավելի գրագետ ալնում, բայց այդ շերտերը այդ հետո էր բացահայտվում։ Հիմա որ ասում ես այդտեղ ինչ եղավ, այդտեղ ես հասկացա, որ ասենք հիմա երբ որ մտնեմ ինձ ասեն չէ չենք ուզում դուրս գամ, կյանքումս ոչ ոք չի փոխվելու, բայց որ մտնեմ ասեն հա ուզում ենք, առաջի պատվերն եմ ունենալու։ Այդ այն դեպքն է, որ երբ որ անում ես, կարող է ստացվի, կարող է չստացվի, բայց երբ որ չես անում, հաստատ չի ստացվի։ Հա, հետեւաբար պիտի անես։ Այդ ոնց որ այլընտրանք չկա, էլի։ Այս բանաձևերից մեկը ֆիքսում ենք։ Տենց գնացի մտա նու սկիզբը տենց շատ պլանավորած տեքստով, բանով բարև ձեզ, հարցեցի, ասի, բա ձեզ տարադրամի փոխանակման կետի վահանակ անհրաժեշտ չի ձեր գործի համար, այս դες կոժենկեքով տենց 90-ականների փողի գործանով տղեկ էին, էլի, դստոսս նայեն, ասին, հա, դա չի ասում։ Մեկ էս մի անգամից ջոկեցի, որ ասես լրիվ ուրիշ լեզու է, ասի change-ի տաբլո պետք չի ձեզ։ Այդ տարադրամի փոխանակման կետի վահանակներ, էլի, change-ի տաբլոն։ Հա, արի բան պետք է, կակրած նոր ենք բացվել 3-4 ու այդ մեր առաջի պատվիրատուն դառան։ Հենց ոնց ու տենց սկսեց արդեն այդ փողոցով Աբովյանով տենց բարձացանք, հետո ու տենց օրորի արդեն անում էին գործը, ֆոտո էինք անում, պորտֆոլիո էր հավաքվում, հետո սկսեցին բա change-ի տաբլո, բայց համել սենց մի հատ գովազդ ենք ուզում, համելը նենց, հետո ինչ որ կամաց մեծացավ, հետո ինչ որ մեծ խանութներ, չգիտեմ, կենտրոններ, կազինոներ, այն ժամանակ քաղաքի մեջ կազինոներ էլ կային, մենք էլ այդքան լավ չէինք հասկանում, ինչքան վատ բան է այդ, ու տենց իրաց դիզայնով էլ էինք շատ լուրջ զբաղվում։ Չնայած մեր նպատակն էր, որ պետքա քաղաքը սիրուն լինի, կապ չունի ինչա քաղաքում, պետքա ճաշակով լինի, գրագետ լինի, միջավայր ձևավորելու մասին էինք մտածում։ Մեծացավ, միջև ստեղծվեց այն ժամանակ եւ միջև հիմա ամենամեծ վճարային համակարգը Իդրամը, սաուն անցում եմ, հա, կատարում, որը քո ամենահաջողված պրոյեկտներից մեկն է, բայց որի համար Գևորգը պայքարել է տարիներով, հարցազրույցները ուսումնասիրել եմ, էլ ուզում եմ այդ մասին խոսենք, նայ, քո հարցազրույցներից առաջ, այն որ ասում պատահականությունն է, պատահական չէ։ Մի հաղորդում էի նայում, ասում է կենթանիների աշխարհներ, ալֆա սամец բաբուինին, որքան դժվար է տիտղոսին արժանանալը, նույնքան դժվար է պահելը, որովհետև մրցակիցները շատ են։ Հիմա ձեր Իդրամը շատ դժվար ստեղծեցիք, բայց խնդիր կար պահել չպահելու այդ դրանց մասին եմ ուզում խոսել։ Ինչ էմոցիաներ ունեիր այդ պահին, որ մարդը պատրաստ է անգամ տարիներով բանտ նստել, բայց իր բիզնեսը պահել։ Նախ ամենաառաջինը այդ ամեն ինչը բիզնեսի մասին չէր, ոնց որ սկզբում, երբ որ պատմեմ, որ ուզում էինք միջավայր փոխենք, նույն ձևով հետո դիզայն ստուդիա հիմնելը, պոլիգրաֆիայով զբաղվելը, մենք շատ տարբեր ոլորտներում ենք տարբեր գործեր արել, բայց միշտ մի բանը նույնն է կարելի ասել մնացել, որևէ գործ սկսելուց, որևէ խնդիր լուծելու համար ենք սկսել, հա։ Իդեպ, եթե դաժե ինչ որ դեպքեր ա եղել, որ ինչ որ ուրիշ պատճառով ենք այդ գործը սկսել,
Այդ գործերը սովորաբար կամ փակվել են կամ կիսատ են մնացել, չգիտեմ, ինչ որ ոչխարների արտահանումը օրինակ որ որոշել էինք անենք բան ապացուցելու համար, էլի սկզբունքի հարցեր, այնտեղ շուտ մեկն ասել է դուք չեք կարող անեք այդ գործը, այնտեղ ինչ որ ջաջաներ կան հատուկ, մենակ իրանք կարող են այդ գործը անեն, ոչ մեկ ձեզ չի թողի դուք ոչխար արտահանեք, պրինցիպի համար դրեցինք սկսեցինք անել։ Մի հատ կնոջս եղբոր հետ միասին էլ սկսեցինք։ Ինչ եղավ։ Ստացվեց։ Հա, նո իհարկե մենք առաջի պարտիայով սահմանափակվեց, սա, այդ առաջի պարտիայի փողը ստացանք, բայց իրականում կիսատ մնաց, այնտեղ լիքը ուրիշ խնդիրներ դուրս եկավ, ասենք մեզ ասում են, որ այդ թույլտվություններ, լիցենզիաները սայնա չեն թողից, այդ սա արեցինք։ Եկանք հասանք այնտեղ, որ արդեն Արագածի փեշերին, եզդիների հետ միասին, դոկումենտները ձեռներս, ոչխարների ականջներն էինք ծակում արդեն այդ դեղին ասենք, ստաճոկները որ պետք է արտահանենք, հա, էլի ոնց որ միջև այդտեղ հասանք, փող ստացանք պարսիկներից այդ պրիդապլատան, այսինքն սա ցիկլը աշխատեց ոնց որ ու վсё, ու մեր իհարկե հետո ուրիշ պատճառներով այդ գործն առհասարակ չշարունակեցինք, բայց հիմնական պատճառը այն էր, որ պրոստը անում էինք, չգիտեմ, ասենք ուրիշ պատճառով, խնդիր չէինք ուզում լուծեինք, որ մենք մեզ բան էինք ուզում ապացուցենք, էլի։ Նայ, կներես, որ ընդհատում ես պահին, կողքից որ լսում են, շատ հեշտ ատվում, մանավանդ քո sense դրական էներգիայով, ժպիտով եւ այլն, Չէ, ոչխար արտահանելը բարդ է, շատ բարդ է, եզդիների հետ լեզու գտնելը հատկապես։ Բայց ոչ մեկ բիզնեսմենի կյանքի բարդությունը չի պատկերացնում, մտածում են, հա դե կառավարում է, շեֆ է, ասում է, գնում է, ոչ մեկ չի հասկանում, որ ամեն րոպե, ժամ այդ ստրեսային իրավիճակում որոշում կայացնելու, խնդիրներ լուծելու մասին է, չէ՞, բիզնեսմենի գործը։ 100%, ունենց անսպասելի խնդիրներ։ Այդ հենց այդ օրինակը, ես ասենք որ դու պատկերացնես, եզդիների մշակույթն ուրիշ է, մոտեցումներն ուրիշ է, լեզուն ուրիշ է, ու իմ բախտ ուղղակի բերել էր, ես օրինակ մի շատ լավ ընկեր չասեմ, բայց կարող եմ չնայած ասեմ, շատ լավ ընկեր ունեի, բանը Թեմուրը, որ իր հետ բերդում ենք նստել էլի նույն կամերում, ու իրար հետ տենց 3 ամիս բերդում նստել ենք էլի նույն կամերում ոնց որ, ու իր ծանոթների միջոցով այդ զանգեցի ասի Թեմուր ջան, սենց թե չեմ հիշում այդ հա զանգեցի ասի ես արդեն դուրս եկ հələ չէ ասի որ սենց հարցեր կա էլի ոչ ում կարամ ինչ որ հիմա լավ չեմ հիշում ճիշտն ասած գիտես մանրամասները ինչ որ մարդկանց հետ ինձ կապեց ծանոթացրեց գնացի որ կարող ենք իրար հետ լեզու գտնենք որտեղ լրիվ տարբեր աշխարհներից տարբեր ասենք ձևով ապրող տարբեր մշակույթների մարդիկ ենք բայց այդ քո ասածը այո անընդհատ ամեն քայլափոխին խնդիրներ են առաջանում ու ձեռնարկատիրոջ գործը հենց այդ խնդիրները լուծելն է քանի որ ուզում ենք բանաձևերով հա ոնց որ փորձենք մեր խոսքը կազմակերպել մի հատ կարևոր բան ասեմ որ իմ մոտ այտենց քլիկ ա եղել էլի այդ խնդիրներ լուծելու մասով Իդրամը երկար տարիներ դե տարբեր շերտերում տարբեր խնդիրներ լուծելով էր էլի առաջ մի քանի խնդրեմ կասես Լսի շատ տարբեր, սկսած օլիգարխիկ համակարգի հետ հարաբերություններից, որ այնտեղ բենզինն է, շիշնաբերում, շաքարն է, շիշնաբերում, ֆինանսական ոլորտն է, շիշնա, ասենք դու կամ պետք է իրան փայտաս, կամ փող տաս, կամ ասենք պետք է իրանից վերև ինչ-որ մեկը ասի, որ քեզ թողեն, որ դու այդ ոլորտում գործ անես, sense բաներ կա, մենք բնականաբար այդ ամեն ինչի մասին չիմանալու ենք այդ ոլորտ մտե ու սկզբունքորեն էլ այդ ամեն ինչին դեմ էինք հենց Ու այդ աշխարհում էլ չէ՞ չունեիք մարդ։ Չէ, հենց դա, մենք որ իմանայինք երևի ձևը տենց է, կարող է տենց անենք, բայց չենք կարել տենց։ Ու այն պահին, երբ որ մեզ ասացին, որ ձևը տենց է, ու պիտի ձեր բիզնեսը տակ, այդտեղ արդեն թասիբի հարց էր։ Արդեն սկսել ենք, ասում ենք, որ մեկի սիրուն աշկերի համար ու տենց կռիվները սկսեց էլի կոպիտ ասած։ Բայց նաև հենց բիզնեսում լուրջ խնդիրներ ունեինք, օրինակ մենք 2004 թվականին էլեկտրոնային փող էինք թողարկում, ինտերնետային առևտուր էինք պլանավորել ակտիվացնել, ու կոնկրետ Իդրամի նպատակը Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի կայացումն էր։ Ու մեզ ընկերներն էլ մեր շատ ծիծաղում էին վրաներս կամ ասենք ասում էին ես ինչ գործ եք բռնել երկրում ինտերնետ չկա դուք ինտերնետային փող եք սարքում շատ քիչ էին ինտերնետ օգտագործողները 20 տարի առաջ էլի որ պատկերացնես Այսինքն այդ իմաստով ժամանակավրեպ էինք ու մենք ոնց որ էլեկտրոնային կոմերցիա էինք ուզում զարգացնենք, բայց այդ կառույցները, ովքեր պետքա իրանց product-ը էլեկտրոնային փողով վաճառեն, չկան դեռ։ Ասենք օրինակ որ գնում ենք Թումանյանի շաուրմա կամ տարբեր կազմակերպությունների դիմում ենք, իրանք կայքեր չունեն, ինտերնետ առևտուր իրանք չգիտեն ինչա իրանք հետարքիրել չի, բայց երբ որ մենք այդ կայքը անգամ սարքում էինք, նկարները անում, դնում ասում ենք դե ձեզ մի հատ կոմպյուտերա պետք է լի կասիրը մոտ, որ ինքը պատվերը ստանա, առաքի,
այդ կոմպյուտերը ասում մեր ինչին է պետք կոմպյուտեր, մենակ այդ պատվերի համար հո չենք դնելու, ասենք, այսինքն այդ ամեն ինչը չկար, հետո մենք մեր մոտ կոմպյուտերներն էինք դնում, այդ սպասարկողներին ասում ենք, «Всё, դե պատվերը գա, առաքեք դուք», պրոստը իրանք ասում են, բայց խի առաքենք, մարդիկ գալի մեր մոտ հենա ուտում են, էլի, ասենք, այսինքն առաքման, հետո մենք առաքման ծառայություն, NA Courier կազմակերպությունը հետո բացինք որոշ ժամանակ հետո, վերջը sense բանը տարբեր կոմպոնենտներ այդ ոլորտի պարզապես չկային, որ մենք էլ որպես էլեկտրոնային փող մեջտեղը հայտնվենք ու իրանց տրանզակցիաներն անենք, հակառակ ձևով զարգացավ։ Սկզբում եղավ փողը, հետո այդ փողի շուրջ սկսեց ձևավորվել արդեն էլեկտրոնային կոմերցիա կոչվածը, էլի, ու որի մեջ մենք ահագին գործ արեցինք ըստ էության չնախատեսված, բայց որովհետև ժամանակավրեպ էինք սկսել, այդ ամեն ինչի կայացման մի ահագին բեռ հավելյալ վերցինք մեր վրա։ Նու վերջացրած նրանով, որ մրցակցությունով, այսինքն օրինակ մենք սկսեցինք 2004-ին գործարկեցինք, բայց մեր հետ զուգահեռ օրինակ Yandex.Zeng-ի հետ աշխատող Yandex.Zeng-ին Dramcash բրենդով էլի Հայաստան մտավ, չգիտեմ կոնկրետ հենց Yandex բրենդով իրանք չմտան, բայց Dramcash կոչվող կազմակերպություն բացվեց, որ իրանք ասում են մենք Yandex-ն ենք ու Yandex-ի մի այդ քարտեր էին վաճառում, իրանց միջոցով վճարումները հենց Yandex-ի account-ներով էր տեղի ունենում, ու իրանցից սկսած զուգահեռ այնտեղ ինչ որ բանկեր, ինչ որ ծրագրավորման կամպանիաներ սկսեցին, հետո ավելի ուշ օրինակ Vivassel-ը ոնց որ մենք Idram-ն էինք, իրանք Mob Idram-ը բացեցին, ոնց որ mobile Idram-ը էլի, mobile էլեկտրոնային փողը բացեցին, վերջը sense ու այսինքն այդ սաղ այդ կոնկուրենցիան էլ իր հերթին մի հատ առանձին մեծ խնդիր էր էլի որ պետքա լուծենք։ Իհարկե լուծում էինք, նույն Dramcash-ը ասենք Yandex-ի, իրանք երևի 3 տարի ընդամենը շուկայում մնացին ու դուրս եկան։ Իսկ Idram-ը միջև հիմա ապրում Idram-ը միջև հիմա կա, նույն ասենք Viva-ինք էլ, երբ որ Mob Idram-ը գործարկեցին, մենք օրինակ շատ լարված էինք, ասենք էլի, օհո, ասում էինք, այս շատ մեծ շուկա, հետո դե իրանք միլիոնից ավել հաճախորդ, ես իմ տասնյակներով մասնաճյուղեր, այնտեղ վերջը այդ գովազդային մեծ բյուջեներ, բաներ, պլյուս մեր թիմից էլ մարդիկ կային, որոնց իրանք դիմել էին, հենց այդ ծրագրավորման մասով էին խորհրդատվություն անում, օգնում իրանց, ասենք ծրագրի մի ահագին մասը հետո իրանք գրեցին, այսինքն այնտեղ ինքը նենց մի հատ launch էր պլանավորվում, որ մեր կարծիքով ինքը տենց շատ լուրջ խնդիրներ լինելու, մենք մտածում ենք, ողա ֆատալ լինի Idram-ի համար, բայց քանի որ մենք այդ միսիայի համար էինք այդտեղ, ոչ թե բիզնես էինք անում, որ այս բիզնեսը ոնց որ վտանգավոր է, գնանք ուրիշ բիզնես անենք, չէ, մեր խնդիրը կոնկրետ այդ էր, որ ինտերնետային Idram-ը պիտի լինի ու պիտի էլեկտրոնի կոմերցիա Հայաստանում ունենա, հա, ու դրա համար լրիվ ուրիշ մոտեցումներով էինք աշխատում ու այդ խնդիրներն էլ հաղթահարեցինք լրիվ, այսինքն նույն Viva-ն միջև launch եղավ, մենք զուգահեռ արդեն mobile application-ները launch արեցինք, մասնաճյուղերի ցանցը սկսեցինք մեր սարքեր մեծացնել ու միշտ Idram-ը մնաց իր շուկայում ամենամեծը, ամենաարագ զարգացողը, ամենալավ սերվիս տվողը, էլի ոնց էր։ Նու այդ երկրորդ, երրորդ մասերը կարող է սուբյեկտիվ են ավելի, բայց այն որ ինքը ամենամեծն էր, այդ փաստ էր էլի ոնց որ։ Ես դժգոհում եի այդ ընթացքում, որ ես գործանելու փոխարեն խնդրեմ եմ լուծում։ Ու ոչ թե մենակ ես, թիմով էլի, ասում ենք ես ինչա, ասենք ժամանակի 80%-ը խնդրեմ ենք լուծում, հազիվ մի 20%-ը գործի վրա է ծախսում, ու մի օր քնիցս արթնացա ու ջոկեցի, որ իմ գործը որպես ձեռնարկատեր հենց այդ խնդրեմ լուծելն է։ Այսինքն ես իզուր եմ դժգոհում, նենց չի, որ ես 80% խնդրեմ եմ լուծում, 20% գործ եմ անում։ Այդ 100%-ը հենց իմ գործն է, ու եթե ես եկա գործի ու ոչ մի խնդրեմ չկա, ըստ էության ես անելու բան չունեմ, ամեն ինչ լավ է, զարգանում է։ Հենց այդ վերաբերմունքը փոխվեց, տրամադրությունս է փոխվեց, տրամադրվածությունս է փոխվեց, գործերի զարգացման տեմպն էլ լրիվ փոխվեց։ Ու խնդիրները լուծվեցին, չէ՞։ Իհարկե, նենց էլ էին լուծվում, պրոստը այն դեպքում ինչ-որտես դժգոհելով է իր այդ գործն անում։ Իսկ հիմա մեծ հաճույքով, հիմա դու գիտես, որ այդ քո գործն է, այն որ դու եկել ես ու մի հատ խնդրեմ առաջացել, այդ նորմա է։ Տենց էլ պիտի լիներ ու դու հիմա դրա համար ես այդտեղ, որ այդ խնդիրները լուծես։ Այս շատ կարևոր բան է։ Այս հենց այս դրա վրա ուզում եմ կանգնենք, որքան քեզ ճանաչում եմ, թե տետատետ, թե հարցազրույցները, որ նայում ուսումնասիրում, մի կարմիր թել կա, իմ միսիան լուծելն է, ծառայելն է, մարդկության փոխելն է ինչ-որ մի ոլորտ։ Եթե ամեն մարդու ասում են ինչ միսիա մարդն իր առաջ դնում է, ինչ-որ հոգեբանական հարց է, չէ՞ լուծում։ Այդ քո ներաշխարհում ի՞նչ է փոխում, որ ուզում չես մտածում, տես այս Lamborghini-ն ունենամ, սա ունենամ, չգիտեմ գնամ այս երկրում վիլա ունենամ, մտածում ես, այսինչ ոլորտը փոխեմ, այսինչ ոլորտին ծառայեմ, այդ ի՞նչն է ներաշխարհում ստիպում, որ ասած համամարտկային է քո։ Լսի, այդ մի հատ կոնկրետ հարցի պատասխանից է այդ գալի, գոյությանդ իմաստը։ Ու այդ հարցի պատասխանը, որ տալիս ես, նույն ասենք ազգի մակարդակում մեր ազգի գոյության իմաստը, օրինակ մեր համոզմամբ, այդ համայն մարդկությանը ծառայելն է, մարդկության բարդագույն խնդիրները լուծելով։
ասենք ու հենց այդ մի հարցն է, երբ որ դու սահմանում ես քո նպատակը որն է, հələ ազգի մասին հիմա չխոսենք, հետ գանք անհատի վրա, հա, քո գոյության իմաստը որն է, դու կաս, որ ինչ լինի։ Ու այդ հարցի պատասխանը սկսում է ձևավորել քո ամեն օրվա անելիքներդ, ապրելդ, ոնց պետք է ապրես, ինչ մտածելով պետք է ապրես, եթե փող ունես, ուր պետք է ծախսես, ում հետ պետք է շփվես, ինչի մասին պետք է խոսաս, հեռախոսում ասենք սկրոլ անելուց, այդ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնես, вообще պիտի անես այդ սկրոլը, թե չի պիտի, ոչ երկարաբարակ չասեմ, երբ որ դու քո գոյության իմաստը, երբ որ դու քո նպատակը հստակեցնում ես, всё, կյանքդ արդեն փոխվում է։ Ու հիմա երբ որ մի հատ հետարքիր բան էլ կա, կյանքիդ արժեքն է նաև դրանից կախված, այսինքն քանիսանոց կյանք ես ապրում, չէ՞, ես մի հատ պրեզենտացիա ունեմ, մեկ դրա մասին խոսում եմ, եթե դեմ չես տեղել, այդ բանաձևերի կոնտեքստում է, էլի։ Ուրեմն նու ցանկացած բան չափելու համար ինչ որ չափման միավոր է պետք։ Հիմա քաշը չափում ես կիլոգրամով, հեռավորությունը չափում ես կիլոմետրերով, հա, ու եկել ենք դրան, որ մարդու կյանքն էլ չափում ես մարդով։ Այսինքն քանի հոգու համար է ինքը ապրում, այդքան էլ իր կյանքն արժեք ունի։ Հիմա երբ որ ասում են հանուն ինչի ես ապրում, դե ասում է, դե որ կամ նպատակդ որն է, էլի, ճամփորդեմ, աշխարհը տեսնեմ, ասենք թե, կամ ասենք թե կրթվեմ, լավ կարիերա ունենամ, շատ փող աշխատեմ, բան, լսում ես այս ամեն ինչը իր մասին է։ Ու այդ մարդը իր համար է ապրում, հետեւաբար կյանքը արժի 1։ Այն մյուսին ես հարցնում, ասում է դե ամեն ինչ անում եմ, երեխեքիս համար եմ անում, ընտանիքիս համար եմ անում, ծնողներս, բան, նայում ես 9 հոգանոց ընտանիք են, ուրեմն իր կյանքը արժի 9։ Այն մեկը ինչ որ կրթական մի հատ նոր մոդել է մտածել ու 10, ասենք կամ չգիտեմ, 1000 ուսանողի համար ասենք ինչ որ որակական բան է փոխել կրթության մեջ, իր կյանքը արդեն 1000 արժի։ Իսկ ով որ համամարտկային հարցը առաջ է դնում ու լուծի, իր կյանքը արդեն 8 միլիարդանոց կյանք է փաստորեն, էլի։ Ոստեղ մի հատ հետարքիր բան կա, որ մեծ հաշվով դու ես այդ գինը որոշում, ոչ թե շուկան, որ չգիտեմ, ես հեռախոսը քանիսով կառնես, $2000 կտաս, չէ չեմ տա, 1500 կտաս, չէ չեմ տա, $700 կտաս, շուկան որոշեց, որ այս հեռախոսի արժեքը 700-ն է։ Բայց քո կյանքը քանիսանոց է լինելու դու որպես բանական էակ, որպես կամք ունեցող կենդանի, ինքդ ես որոշում։ Ասում ես, այ ես որոշեցի առնվազն 10 միլիոնանոց կյանք եմ ապրելու, ես պետք է հանուն հայ ազգի ապրեմ օրինակ, հա։ Իհարկե այդ երկրորդ հարցն է, այդ որոշելուց հետո դու արդյոք կապրես ամեն քո րոպեն հենց այդ նպատակը մտքումդ։ Այսինքն արդյոք կիրացնես այդ քո պլանը, թե չէ, այդ երկրորդ հարցն է, բայց առաջի հարցը շատ կարևոր է, որ դու որոշես հանուն ինչի ես ապրում։ Հիմա ինձ որ հարցնում ես, իմ մոտ տեղ շատ կոնկրետ է, այսինքն համամարտկային նպատակ ունենք առաջ ներս դրած, մենք ուզում ենք, որ մարդկությունը լինի ուրեմն համագործակցող, ոչ թե մրցակցող ու ստեղծող, ոչ թե սպառող։ Սա շատ կոնկրետ, մենք ներդաշնակ մարդկություն ենք ուզում, բայց միջև այդ մենք հասկանում ենք, որ հայությունը ինքը իրանով պետք է համագործակցող լինի, մի միավոր պետք է հայությունը լինի, որպեսզի կարողանա մարդկության բարդագույն խնդիրները լուծելով ծառայի մարդկությանը։ Իդեպս որպեսզի ինքը իր միսիան կատարի, այսինքն երբ որ մենք որպես հայություն մեր միսիան կատարենք, մարդկությունը լրիվ ուրիշ վիճակում է լինելու, ներդաշնակ վիճակ է լինելու։ Մեր հանդեպ վերաբերմունքն էլ է լրիվ այլ լինելու։ Էդ էլ իր հերթին, այդ անպայման կլինի, հա, բայց այստեղ նորից կարևոր է վերջնական նպատակը։ Իդեպս ոչ մի էքսկլյուզիվ բան այստեղ չկա։ Այս այն դեպքը չի, որ մենակ մենք կարանք անենք կամ մենք պետք է աշխարհը տիրենք, մենք պետք է սա համակարգենք, բան չէ, այստեղ դրա մասին չի։ Այստեղ հենց մարդկությանը ծառայելու մասին է, մարդկության վիճակը փոխելով։ Եթե մի հատ երկրորդ ազգ կամ երկրորդ մի հատ կառույց գասի, մենք էլ այդ նույն նպատակն ունենք, շատ լավ է։ Այստեղ ոչ մի կոնկուրենցիա չկա։ Ինքը քո պարտներն է դառնում, ինքը քո համախոհն է դառնում։ Հիմա երբ որ ասենք մեզանից ամեն մեկը սկսում է այդ տեսանկյունից իր կյանքն ապրել, այդ մասշտաբով մտածել, ասածիդ պես Հայաստանի ու հայության վիճակն էլ է սկզբունքորեն փոխվում։ Այսինքն դու պատկերացրու մի հատ ազգ, որ ասենք ամեն ծնված երեխա ինքը գիտի, որ իր կյանքի նպատակը այս համայն մարդկության ամենասուր խնդիրները լուծելն է։ Ու հիմա պատկերացրու դրա հաջորդ շերտը, որ մարդկությունը գիտի, որ կա տես մի հատ ազգ, որի նպատակը իրանց բոլորի ամենասուր խնդիրները լուծելն է։ Ու այս մարդիկ իրանց ուղեղը, իրանց միտքը, իրանց ստեղծարար ասենք միտքը ամբողջությամբ դնում են, իրանց ամբողջ օրվա տառապանքն ու դարդը այն է, որ մարդկության այս խնդիրը կամ այն խնդիրը քաղաքակրթական խնդիրներ կլինեն, մտածողության խնդիրներ կլինեն, արժեքային համակարգի, ասենք խնդիրներ կլինեն, հա, այդ խնդիրները լուծելն է։ Այսինքն մարդկությունն արդեն տվյալ ազգին լրիվ ուրիշ ձև է սկսում վերաբերվել։ Դու հասկանում ես, այստեղ մի հատ միավոր կա, մի հատ թիմ կա, պայմանական ասած, հա, որը հանուն քո
երջանկության ու ներդաշնակության գոյություն ունի։ Արդեն իր գոյությունը նաև քո խնդիրն է դառնում։ Իհարկե, ամեն մեկն իր հերթին սկսում է արդեն ամեն ինչ անել, որ այդ ազգը, որը հանուն իր գոյություն ունի, դարձը գոյություն ունենա ու զարգանա, էլի։ Այդ բիզնեսում շատ լավ է երևում։ Մի միլիարդատերի հարցազրույց է լսում, ասում է, թե ուզում ես դառնալ միլիոնատեր, պարզապես ստեղծի մի ընկերություն, 10-20 տարի ջանք դիր, ոնց է չլինի, եթե ճիշտ քայլեր անես, կդառնաս միլիոնատեր, եթե ուզում ես լինել միլիարդատեր, հիմա քո ասածները ասես կարմիր թելով գնում է, ստեղծի այնպիսի մի արժեք, առանց որի մարդը 10 տարի հետո իր կյանքը չի պատկերացնում։ Անգամ Coca-Cola-ն, որ այդքան էլ օրգանիկ արժեք չի, հա, բայց միևնույնն է, շատ-շատերը չեն պատկերացնում իրենց կյանքը առանց Coca-Cola-ի, հեռախոսի, սմարթֆոնի եւ այլն։ Այդտեղ իհարկե երկու շերտ կա, չեն պատկերացնում, որովհետև իսկապես այդ իրանց կյանքի որակի համար պետքա, թե որովհետև իրանց համոզել են, որ այդ իրանց պետքա։ Մեծ հաշվով երկու դեպքում էլ դու միլիարդը ունենում ես, բայց ասենք առաջի դեպքում, երբ որ դու իսկապես դաժե էկոլոգիայի մասին, չի, էկոլոգիայի մասին է կարելի է խոսալ այդ կոնտեքստում, բայց մարդու ռեալ խնդրեմ լուծելու մասին է խոսքը, որտեղ հիմա սիգարետ ծախողել կա, որ միլիարդատեր է, բայց մարդկանց կոնկրետ վնաս է տալի, նու մինիմում ոչ մի օգուտ չի տալի, հա, ասենց ասեմ։ Բայց ասենք կողքը կա նաև, չգիտեմ, ասենք թե SpaceX-ը ենթադրենք կամ Tesla-ն ասենք, հա, որ ինչ որ սկզբունքորեն նոր ապրանքներ է սարքում, կամ ասենք այնտեղ չի Optimus, ասենք ռոբոտներ են սարքում, այս սրանք։ Կամ ասենք բժշկության ոլորտում ինչ որ մի հեղափոխություն, հա։ Հա, կամ ասենք թե նույն Apple-ը, ասենք ինչ ապրանքներ է սարքում, կամ ասենք, այսինքն կան կազմակերպություններ, որոնք կոնկրետ խնդիրներ են թիրախավորում ու այդ խնդիրները լուծելուն են իրանց գոյության ոնց որ ամբողջ ժամանակն ու ռեսուրսը նվիրում։ Իսկական նույն Ռեարմենյան գոյություն ունի ինչի համար, հայության համախմբման համար։ Այ ինձանից առաջանց։ Հա, կներես։ Բայց հետ գալով պրոստը այդ բիզնեսի ու այդ համեմատությունը տանենք, էլի։ Քանի հոգու համար ես ապրում դու, այդքան արժեք ունի քո կյանքը։ Հիմա հավասար է, քանի հոգու խնդիր է լուծում քո բիզնեսը, այդքան արժեք ունի քո բիզնեսը։ Լրիվ նույն բանն է, էլի։ Այսինքն նույն TCF-ում էլ օրինակ որ մենք պրոյեկտներ ենք վերցնում, մենք նայում ենք, որ անպայման այդ crowdfunding-ի համար նախատեսված ապրանքների մասին է խոսքը, որ ինքը սուր խնդիր լուծի, հնարավորինս լայն մասաների համար այդ խնդիրը լուծի ու հնարավորինս էֆեկտիվ ձևով նորարարական ձևով այդ խնդիրը լուծի։ Այսինքն եթե դու լայն մասաների համար սուր խնդիր ես լուծում նորարարական մեթոդներով, միլիարդը մեջն է։ Հաստատ։ Ռեարմենյան որպես դեսերտ պահում եմ հաղորդման վերջում, բայց միջև այդ հիմա մեզ լսողները կասեն, այ հիմա ես տանը նստած, ինձ հոգու կանչով, ուզում եմ ինչ-որ համամարտկային արժեք ստեղծեմ, ուզում եմ իմ կյանքը շատերի կյանք արժենա, ցույց տվեք ինձ գործիքները։ Սկզբի համար մարդը ինչ անի, արի սկսենք կրթությունից, գրքեր որ կարդա, ինչ փոխի իր մտածելակերպում ու գործուն ինչ քայլեր անի։ Չէ, գիրք կարդալուց առաջ էլի բան կա անելու, իդեպ առանց այդ անելու գիրք կարդալը ինքը ճիշտ քո հոբի, հաճույքի ու թերապևտիկի շփոթույթ է, էլի կար դրա համար առնելու։ Okay, то есть եթե հաճելի է քեզ կարդում ես, բայց եթե կրթվելու, կերտվելու, ուսանելու մասն է խոսքը, իմ կարծիքով այդ ամենը սկսում է կոնկրետ հարցից, ասենք որ խնդիրն եմ ուզում լուծել ես։ Այսինքն երեխան ոչ թե պետք է ասի մեծանամ ես ինչն եմ դառնալու կամ երեխային էլի ոչ թե պետք է հարցնես մեծանաս ինչ ես դառնալու, այլ պետք է հարցնես որ խնդիրն ես լուծելու։ Այդ սկզբունքորեն տարբեր հարցեր է։ Այն մի դեպքում ինչ ես դառնալու։ Ինքը ինչ որ այդ պահի դրությամբ գոյություն ունեցող սահմանափակ ցանկից ասենք ինչ որ մի բան ընտրելու, ասի ու պլյուս մինուս ասենք դեպի դրան գնացող ուրեմն կյանք ապրի, հա։ Ու բաց հետել հիմիկվա աշխարհը շատ արագ է զարգանում։ Դու ես A կետում որոշում ես սա ես դառնալու, B կետում մինչև հասնում ես, այդ մասնագիտությունը չկա։ 100%։ Լրիվ sense հենա իմ օրինակն էլ ես հիմա ինչ եմ անում, ասենք էլեկտրոնային փող եմ թողարկում կամ չգիտեմ, ասենք crowdfunding եմ անում, domain եմ վաճառում, օրինակ էլի, ասենք ու երբ որ ինձ հարցնում են մեծանաս ինչ ես դառնալու, ասենք ոչ թե մենակ ես ոլորտներս, ես բարերը չկար, ասենք էլեկտրոնային փողը կամ ասենք այնտեղ չգիտեմ, domain name-ը խոսքի օրինակ 80 թվին, այնուամենայնիվ էլի, ուզում եմ ասեմ, անգամ իմ դեպքում, որ ես ասենք սովետի ժամանակ եմ էլի ծնվելու եմ վաղ կարող չգիտեմ մեծ փոփոխությունները մի 5 տարին 1, 10 տարին 1 ելնում, հա, անգամ ես իմ կյանքի օրինակով, այն ինչի մասին ինձ հարցնում էին ես չէի կարա պատասխանել, որտեղ աշխարհը լրիվ փոխվելու էր։ Ու այս 21-րդ դարը լրիվ ուրիշ մեթոդների, մասնագիտացումների ու խնդիրների մասին էր ելնելու, որոնք էլ որ ես լուծելու էի։ Հետևաբար այդ հարցը անգամ այն ժամանակ
անիմաստ հարցեր, էլի։ Իսկ այսօր առավել եւս անիմաստ հարցը ինչ ես դառնալու, ինչ խնդիր ես լուծելու, այդ է հարցը, այսինքն որովհետեւ որ դու թիրախավորում ես ինչ որ մի հատ խնդիր, աշխարհը ոնց ուզում է փոխվի, քանի այդ խնդիրը լուծված չի, դու ես փոփոխություններն օգտագործելով, այդ նոր գործիքները, այդ թվում օրինակ արհեստական բանականության գործիքներն օգտագործելով, թիրախավորում ես նույն խնդիրը։ Հա, եթե դու որոշել ես առողջության հարցը լուծես, այդ մի պատմություն է, եթե դու որոշել ես խիրուրգ դառնաս, որպեսի լանցետով մկանը կտրես, այդ ուրիշ պատմություն է, որտեվ մեկ էլ մի հատ նոր ռոբոտ է դուրս գալի քեզնից լավ է լանցետով կտրում, դու դառնում ես անիմաստ։ Գործազուրկ։ Բայց նայ, թիրախավորելուց զատ, այդ մի դժվարությունն է, որ դու հարց տաս ինչ ես ուզում փոխել։ Հա, հիմա մեթոդներին կարանք անցնենք։ Ինչ եմ ասում, որովհետև կա ասենց пассив երազանք։ Մարդը գիտի ինչ է ուզում փոխի, բայց բերում է 1000 պատճառ, որ իր մոտ դա չի ստացվի։ Տարիքս են չի, չունեմ ծանոթ, չկա ակտիվ, ոչ մի բանի չեմ հաջողել, չնայած որ հիմա հաջողության պատմությունները նայում ենք միլիարդատերերին, բոլորը ծնվել են գրեթե մեծամասամբ աղքատ ընտանիքներում, ուղղակի գործել են այդ բանը։ Հիմա որպես բիզնեսմեն, ասա ինչ անեն մարդիկ, այսինքն 0-ից սկսած, խնդիրը գիտեն։ Հա, նախ խնդիրը իմանալուն մի հատ անդրադառնամ նոր այդ ասեմ, որովհետև տենց շուտ խնդիրը գիտեն։ Խնդիրն իմանալու համար կոնկրետ գործ կանելու։ Պետքա վերցնեն թուղթ ու գրիչը ու սկսեն ցուցակագրել այն բոլոր խնդիրները, որ իրանց հուզում է։ Կոնկրետ պետք է ձեռքդ ցուցակ ունենաս, այդ կարող է հեռախոսիդ մեջ լինի կամ բան, ասենք որ գրած է, ասենք թե մեր պատվեզդի դուռը չի աշխատում, ասենք կամ չգիտեմ, այնտեղ ЖԵԿ-ի ասենք աշխատողը քֆուրով է խոսում, կամ ասենք թե չգիտեմ, այս մեքենաների ասենք բանը, չգիտեմ, այնտեղ գրանցման կետը ասենք սա հերթ է, խնդիրներ։ Ինչ որ դու քո կյանքում ասենք պատտվում ես, խնդիրներ ես տեսնում, այդ խնդիրը պետք է ցուցակագրես։ Դա առաջի գործն է։ Իմիջիալոց երբ որ այդ երեխեն է անում, աշխարհը լրիվ ուրիշ ձև է սկսում ինքը ընկալել, ասենք 10-12 տարեկանից սկսած, փոքր երեխքի մոտ էլ իրանց խնդիրները կան, ասենք խաղահրապարակը լավը չի խոսքի, մաման չի թողում խոսքի իրիկունը դուրս գամ, 1000 տեսակի խնդրեմ կա, դասերը շատ է, բաներ է սովորում, որ չգիտի ինչի համար է սովորում, լիքը խնդրեմ ունի երեխան, ասենք, հա, հիմա բայց երբ որ այդ հարցը ինքը այդ հարցին պատասխանել է սկսում, ինքը արդեն սկսում է աշխարհը գնահատել, կրիտիկական մտածողությունն է զարգանում, իրա ուրեմն հարաբերությունները աշխարհի հետ արդեն դառնում է չափելի ու հասկանալի, լրիվ ուրիշ նեյրոնային համակարգ է սկսում գլխում ձևավորվել, էլի, այնուամենայնիվ առաջի քայլը, որպեսզի այտենց կարճ կոնկրետ քայլերով գնանք, էլի, ցուցակագրում ենք խնդիրները, երկրորդ քայլը առաջնահերթություններն ենք շարում, որն է ամենակարևոր խնդիրը, այդ առաջնահերթության արդյունքում դուրս է գալի։ Բաներ կա, որ դե օքեյ, լավ խնդրեմ է, բայց իսկ ակտիվները չենք ցուցակագրում, որ ասենք sense չհիասթափվենք, էլի, մենակ մինուսները տեսնենք, նայենք այսքանը պլյուս ունենք։ Չարժե ցուցակագրել։ Ինչի համար։ Եթե դու ուզում ես հասկանաս, որ խնդիրն ես ուզում լուծել, դե հավատի համար, որովհետև մարդ կա, որ չի նախաձեռնում, որտեղ վախ ունի։ Մտածում է ինչ վախ չափողի մոտ, այդ ուրիշ հարց է։ Բայց հեսա դրան է անդրադառնանք, այնտեղ ուղեղիդ ինչ ես հարցնում, ուղեղը ըստ դրա պատասխաններ է քեզ տալի, էլի։ Կարանք դրան անել։ Ես ոչինչ մտածում եմ, որ վախը խայտարակ բան է, զգուշության մասին չի էլի խոսքը, որը բանականության հետ է գալի, այլ հենց վախի մասին է խոսքը, որը ասենք միջավայրի ոչ adekvat գնահատականի արդյունքում է էլի գալի։ Նայ դու այդքան որ սեփական մարմնով չես շոշափել, չես հասկանում ինչա, բայց որ շատերի հետ ես խոսում եմ, մարդը հստակ ուզում է սա, բայց վախենում է ոչը չեն լսելուց ու նախընտրում է իր վատ կենցաղով ապրելը, շատ վատ կենցաղով, բայց քայլը չի անում։ Դե օքեյ, նախ առաջինը իրանց այն մի մոդելն է պետք է մի քիչ առաջ մի հատ ուրիշ բանաձև եկանք, չէ, որ եթե անում ես, կարող է ստացվի, կարող է չստացվի։ Եթե չես անում, հաստատ չի ստացվի։ Դե դրա համար հավատը իրան համար ամրանալու համար չարժի իրան ասել, որ դու ես ակտիվն ունես, ես առավելություն ունես։ Չէ, ինքը կարող է ոչ մի բան էլ չունի։ Ինքը կարող է ոչ մի առավելություն ու ոչ մի ակտիվ էլ չունի։ Ուրեմն ինչ։ Որ կա տենց մարդ, որևէ առավելություն չունի։ Հա, նո ասենք կարող է պատահի այնքան քիչ են այդ իր ակտիվներն ու առավելությունները, որտեղ ինքը ինչ որ մի հատ սխալ կյանք է ապրել, ասենք ինչ որ մի հատ սխալ կրթական համակարգում քառակուսի կատարող է դարել, ասենք թե, ու առհասարակ ստեղծարարությունը իր մեջ ոչ մի ձև դրած չի, ասենք թե գոնե բանի կողմիցի նկատի ունեմ, էլի, միջավայրի ասենք կողմից, ինքը կարող է այդ մարդու բախտը չի բերե։ Ասենք ինքը այտենց մի հատ ինչ-որ միջավայրում ա եղել, որտեղ հաճանշել են, ասել են դու չկաս այդքան, քեզ կասենք դու կանես, ոնց որ մանկապարտեզում ասել են, այս քո շկաֆչիկն է, այս քո կրավատն է, այստեղ կնստես, այստեղ կքնես, այս կուտես, հետո ասել են այս գիրքը կարդա, այսի չկարդաս, այսպես կաս, հանձնարարություններ են տվել այդ մարդուն, 15 տարի մեծացել է հանձնարարություն կատարող, ու հիմա ինքը նայում է ես ինչ ունեմ, ու առնվազն որոշում կայացնել ունակություն չունի, ինքը սպասում է մեկը իրան հանձնարարություն տա, որ ինքը անի։ Ու վсё, ինքը էլ կյանքում չի շարժի։ Այսինքն այդ մարդիկ շանսեր չունեն։ Հենց այդ է, եթե իրանք փորձեն գնահատել ինչ ունեն
ու ըստ դրա քայլ անեն, հնարավորավոր չունենան։ Բայց եթե ինքը մտածում է ինչա իրան պետք ու դրանից կախված է քայլն անում, այդ լրիվ ուրիշ վիճակ է։ Այսինքն, առաջինը դու հասկանում ես ինչա պետք, երկրորդը գնահատում ես այդ ինչ որ պետք է անելու համար, ինչ փորձի գիտելիքի ակտիվների կարիք կա, հաջորդը գնում ես այդ փորձն ու գիտելիքը այդ ակտիվները ձեռք բերելու։ Հիմա դրանից հետո, երբ որ դու նպատակդ սահմանեցիր, նպատակիդ համար անհրաժեշտ ռեսուրսները ձևակերպեցիր ու սկսեցիր արդեն այդ ռեսուրսների հետևից գնալ, այդտեղ գնահատում ես քո ակտիվները։ Նայում ես, օքեյ, ես ինչ ունեմ, կամ իմ ունեցածից որն է այդտեղ կիրառելի, որը չէ։ Որը որ կիրառելի է, կիրառում ես, որը որ չէ, դեն ես նետում, ինչն էլ որ պակասում է, գնում հայթայթում ես։ Այսինքն ճիշտ մոդելը հետևյալն է։ Առաջինը, երբ որ գործիքներով գանք, էլի, խնդիրները ցուցակագրեցիր, դրանց մեջից ամենաառաջնահերթը, որ քեզ ամենաշատն է հուզում, կամ մի քանիսը կարող է այդ լինի, հետո դրանցից մեկը ընտրես, բայց ամենաառաջնահերթը իդենտիֆիկացրեցիր, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսները գնահատեցիր, օքեյ, էսա պետք, էսա պետք, էսա պետք, էսա պետք, այդ ժամանակ չես մտածում ինչ ունես, ինչ չունես, էական չի այդ։ Դու նայում ես ինչա պետք, ցուցակագրեցիր, այդտեղ արդեն նայում ես թե դու ինչ ունես, որ դու հասկանաս, այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսներից որը ես ունեմ, էս ունեմ, օքեյ, էս տեղերը լրացրեցինք, էս չունեմ, գնացինք այդ հայթայթելու։ Դա կարող լինի գիտելիք, որի համար ինչ-որ կսկսես կարդալ, բայց դու արդեն կոնկրետ գիտես որ խնդիրը լուծելու համար ինչ գիտելիք է պետք, հետեւաբար դու գիտես ինչ կարդաս, հա, կամ ասենք թե ինչ որ հմտություններ է, ու այդ հմտությունները կարող շատ տարբեր լինեն իդեպ։ Կարող է պարզվի, որ քո ասենք բանը արագ որոշումներ կայացնելու ունակությունը տեղում չի։ Ասենք դու միջև մի հատ հարցի վերաբերյալ որոշում ես կայացնում, ասենք թե իմաստը կորում է տվյալ որոշման, որովհետև երկար ես որոշում կայացնում։ Օքեյ, խնդիր է, դնում ես լուծում ես, ոնց ես լուծում, այդտեղ չգիտեմ, մի հարց կարող է մեդիտացիաներ անելով ես լուծում, մյուս հարցը կարող է մաթեմատիկա ու ֆիզիկա պարապելով ես լուծում, ասենք, որ ժամանակին բաց ես թողել, ուղեղիդ ասենք այդ ենթադրենք նու համապատասխան կապերը չի ձևավորվել նեյրոնային ու ասենք այն ինչ որ ունես հիմա հերիք չի որ այդ խնդիրը լուծես։ Կամ կարող է պատահի դու պարզապես գտնում ես ուրիշ մարդկանց, ովքեր ունեն այդ հմտությունները կամ այսօրվա դարում արդեն ուրիշ գործիքների, այդ թվում արհեստական բանականության ինչ որ առանձին այսօր արդեն 24000-ից ավել AI գործիք կա, ասենք, էլի որ պատկերացնենք։ Կարող է դրանց ես գտնում հարցը լուծում են, բայց ձևն է դա։ Այսինքն, եթե դու իսկապես ուզում ես բան փոխես, արժեքավոր կյանք ես ուզում ապրած լինես, հա, դու առաջինը թիրախավորում ես խնդրեմը, որն ես ուզում լուծել, կներես այսօր կրկնվում եմ, պրոստը բանաձևերից որ խոսում ես, ըստ էության հենց բանաձև է, էլի։ Հա, ու բանը, որ խնդրեմ ես ուզում լուծել, այդ լուծելու համար ինչ ռեսուրսներ է անհրաժեշտ, դրանցից որը ես ունեմ, որն ունեմ բերեցի, դրեցի, որը չունեմ գնացի այդ ռեսուրսի հետևից։ То есть իմ սովորելիքը արդեն հստակ է դառնում։ Ոչ թե ես ընդունում եմ միտեղ մի բան սովորում եմ, հələ որ չգիտեմ ինչի համար, հետո կերևա։ Չէ, անգամ եթե դու ունես բաներ ես սովորում, որոնք անուղղակի են առնչվելու քո գործի հետ, անգամ դա ես դու հասկանալով ընտրում։ Օրինակ ասենք հիմա ես չգիտեմ, ասենք աստվածաշունչ եմ կարդում, նեյրոբիոլոգիա եմ ասենք ուսումնասիրում, օրինակ էլի, կամ ասենք թե պատմություն եմ ուսումնասիրում, կոնկրետ ինչ-որ էտապներ, ուղիղ իմ գործի մեջ կարա թվա թե կիրառելի չի, բայց երբ որ ես համագործակցության մասին եմ խոսում, մենք ուզում ենք հայերի համագործակցության հարց լուծենք, մենք ուզում ենք այդ ուրեմն բիոլոգիայի մակարդակում հասկանանք այդ ոնց է տեղի ունենում, օրինակ ինչ հորմոններ կան դրան վերաբերյալ, օքսիտոցինը հորմոն է, որը յուրայինի ու օտարի հարց է, ասենք, հա, լուծում, դու ինչ որ մեկին զգում ես որպես յուրային, ինչ որ կամ իդենտիֆիկացնում ես որպես յուրային, այն մեկին չէ, ու այդ ասենք օքսիտոցինը վիբրոսի ասենք քանակի հետ է պայմանավորված, օրինակ, կամ ասենք թե կրոնը, որ ասենք թե այդքան տարբեր մարդկանց, այդքան տարբեր հա էլի մայրցամաքներից ոնց է ասենք միավորել, ոնց է համախմբել, շատ հետաքրքիր է օրինակ ուսումնասիրում ես ու այդ ամեն ինչից դու ինչ որ բաներ ես քաղում կամ ասենք այսօր օրինակ Ռեարմենիայի թիմով գնացել էինք Սեբաստացի կրթահամալիր ասենք, այնտեղ իրանց արվեստանոցում կավից ինչ որ բաներ էին քանդակում, որտեվ մենք ջոկում ենք, որ ինչքան լավ կլինի, որ sense ձեռները տնի մի հատ ինչ որ նյութի մեջ, որից այն ինչ որ կստեղծվի, լրիվ քո ասենք կամքի արդյունքն է, էլի, sense ու դու տեսնում ես փաստացի, որ դու ստեղծում ես, հա, ու դու զգում ես, sense ինչ ուզում, ու sense կլինի, sense կլինի, ասենք թե այդ զրոյից ստեղծելու գաղափար, ու ինքը ռեալ նեյրոնային համակարգում այդ նոր կապեր է ձևավորում, որոնք ասենք այն մյուս հարցերը լուծելուց քեզ օգնում են, ասենք, էլի։ Ու դու քեզ հուշում ես նեյրոններով, որ դու կարող ես, նա, ես մի փոքր կապ նեղավ, էս էլ կարաս անես։ Այդ կարող եսի մասը, որ անկեղծ ասեմ,
կասկած դրա վերաբերյալ առհասարակ չկա, որտեվ պլյուս մինուս բոլոր մարդիկ նույն մսից ոսկորից նույն այնտեղ 3 հատ հիմնական համակարգ է, էլի որ մարդուն կառավարում է, ասենք նեյրոնային համակարգն է, իմունային համակարգն է, էնդոկրին համակարգն է։ Հիմա այդ համակարգներից ամեն մեկը հատկապես նեյրոնայինը ինչ վիճակում է, այդ դրանից ուղիղ կախված է քո կարողությունները։ Ու այդ վիճակն էլ, այստեղ ամենակարևոր հարցը, քեզնից է կախված։ Մարդը ի տարբերություն մնացած կենդանի օրգանիզմների բանականահլը հերիք չի, կամք ունի, ասենք։ Օրինակ, այս վերջերս չեմ որտեղ ենք դրա մասին խոսում, որ ամենաինտելեկտով բարձր անգամ կենդանիներ, չգիտեմ, ագրավը օրինակ կամ դելֆինը, իրանք կամք չունեն, ասենք ագրավը չի կարող որոշի, որ վсё, ես էլ ձու չեմ դնում, ես child free եմ, ասենք, հա, ասենք ինքը կա, այտենց ոնց կա, կամ ենթարկվում է բնության ստանդարտներին։ Հա, ինքը վсё իր գենետիկ կոդում գրած է, որ դու էս, հա, բայց ինքը ինտելեկտուն ինքը կա մաջոկի, ասենք, որ ինչ որ մակարդակի էլի ինտելեկտ, որ ասենք այ այս ձեռս այնտեղ չի հասնում, ես այս փետը կվերցնեմ, կհասնեմ, ասենք, հա։ Հա, այսինքն բաներ կա, որ բայց այնուամենայնիվ այդ կամքը, որ ըստ էության հələ գիտությունը չի կարողացել բացատրի այդ ինչ է իրանից ներկայացնում, բանը հենց այդ է, որ որտեվ այդ բանականությունը ասածը գիտակցություն ավելի շուտ sense ասեմ, այդ գիտակցությունը ասած այս բառերը որ ձևավորվում է բան, մեր ուղեղում ոնց է այդ տեղի ունենում, մինչև այսօր հələ ոչ մի չափելի իտոգների չենք եկել այդ մասով։ Ասենք Neuralink-ն է, ասենք էլի Elon Musk-ը որ ինչ-որ ձև մոտենում է դրան, մտքով կոմպյուտեր են կառավարում, բայց հələ շատ հեռու է մտքեր կարդալուց բանականություն հասկանալուց։ Կարճ միտքը հետեւյալն է, որ մարդը կամք ունի։ Ու այդ կամքը իրան հնարավորություն է տալիս անենց բաներ երևակայելու, որ էլ դուսուս, ասենք Մարդը երևակայություն էլ ունի, եթե Էյնշտեյնին հիշեք, չէ, ասում է գիտելիքը կարգի հեռուներ չի տանում, ինչ որ երևակայություն։ Նույն այդ քո ասածից էպիգենետիկան, եթե ուսումնասիրում ես, այսօր ասում են, որ կարող ես անգամ գենը փոխել։ Բայց ամբողջ խնդիրը այնտեղ է, որ մարդը չի հավատում այդ իր կամքին, այդ իր ենթագիտակցական ծրագրերին, ու նայ, կա մի հատված էլ, որ ինչ որ գործողություններ է անում, հետո դա բնականաբար մի մասին դու առաջին անգամից հաջողության կհասնես, մյուսին հնարավոր է մի հատ ձախողում լինի, որը քեզ բրդի էլ ավելի մեծ հաջողության, բայց այդ պահին մի հատվածը մտածում է, այ, այս ձախողումից ես այս դասն եմ քաղում, այն մի հատվածն ասում է, դա չէր ստացվում, էլի ճիշտ է, էլի որ մեր տոհմում հաջողակներ չկան եւ այլն։ Հիմա այն Մարգուլանին, որ ես լսում եմ, ասում է, որ ձախողումը լինում է, այդ չի որոշում, որ դուք լուզեր եք, այլ լուզեր եք դառնում այն ժամանակ, երբ ընկնում եք ու էլ ոտքի չեք կանգնում։ Ոնց հաղթահարեն ձախողումը։ Հա, նայ, էլի տենց 3 հատ էս ասածից հետ 3 հատ բանաձև էլի դուրս եկավ։ Նախ հա, դու պարտվում ես այն ժամանակ, երբ որ հանձնվում ես։ Դու քանի հələ խաղի մեջ ես, քանի կռվի մեջ ես, քանի process-ը շարունակվում է, չես հանձնվել, պարզ չի։ Հաղթելու ես թե պարտվելու ես, պարտվում ես, երբ որ լուզեր ես, երբ որ հանձնվեցիր, այդ հաստատ տենց է։ Մյուսը ձախողումների մասով չկա հաջողություն առանց նորարարության ու չկա նորարարություն առանց ձախողման։ Եթե դու որևէ հաջողության ես ուզում հասնել, մի մեծ բան ես ուզում անես, անպայման դու ինչ-որ մի նոր ձևով ինչ-որ մի սուր խնդիր պիտի լուծես, այսինքն նորարարություն պիտի լինի։ Նորարարությունը այն դեպքում ալում է, որ դու մի բան ես անում, որ երբեք չես արել։ Ու եթե դու սկսում ես բաներ անել, որ երբեք չես արել, անպայման ձախողումներ ես ունենալու, անպայման։ Այսինքն եթե դու չունես ձախողումներ, այդ վատ է։ Այդ նշանակում է դու նոր բաներ չես անում։ Դու այն ես անում, ինչ որ գիտես ոնց է իր անում կամ ոնց են անում, հետո ձևը գիտես անում ես, չես ձախողում։ Նշանակում է նույն բանն ես անում։ Իսկ այդ նույն բանն ես անում, նույն արդյունքն ես ստանալու։ Ուրիշ բան ես ուզում, այնպես բան ես ուզում ունենաս, որ կյանքում չես ունեցել։ Այնպես բան պիտի անես, որ կյանքում չես արել։ Շատ կարևոր է դու ինչ հարցեր ես ուղեղիդ տալի։ Իրականում ուղեղը ոնց է աշխատում, ինչ հարց տալիս ես, դրա պատասխանն է տալի։ Հիմա երբ որ ասում ես, ինչի չի ստացվում մոտս, խի ես չեմ կարում անեմ, խի այն մեկը ունի, ես չունեմ, ասենք, հա, ուղեղը սկսում է այդ հարցին պատասխանել։ Որտեվ դու թամբալի մեկն ես կամ աղմախի մեկն ես, որտեվ դու տկար ես, որտեվ ասածիդ պես ասենք, չգիտեմ, քո ցեղում ասենք, այսինքն անհաջողական։ Հա, այսինքն ուղեղը այդ հարցին, ասում ես ինչու չեմ կարողանում, ինքը սկսում է որովհետև էսի պատճառներ է տալի։ Իսկ հենց որ հարցը փոխում ես, ասում ես ոնց անեմ որ կարողանամ, ուղղակի սկսում է դրան պատասխանել։ Ասում եմ մի հատ սենց արա, հələ մի հատ սենց արա, մի հատ էլ էս փորձի, ասում ես էս չեղավ, իսկ հիմա ոնց անեմ։ Ու ինքը այդ ոնցին է սկսում պատասխանել, այսինքն ուղեղը սկսում է արդեն անընդհատ տարբերակներ քեզ տալ տվյալ խնդրի լուծման, որոնց մի մասը քեզ բնականաբար ձախողումների է տանում, որտեղից դու նոր գիտելիք ու փորձ ես կուտակում, ու հետո գալիս ես հաջողության բնականաբար, էլի։
Այսինքն տիեզերքը ջինն է, էլի, ինչ ասում ես, ինքը լսում ու կատարում, ասում ես չի ստացվում, քեզ բերում այդ օրինակներ, որ նայ, այս մեկն է չստացվեց, ասում ես ստացվում, ասում այո, ստացվում է, սիրելիս, արի, ես մի բիզնեսն ես ասում։ Բայց շատ կարևոր է, որ մենք հենց այդ ձևակերպումը ֆիքսենք, էլի, որ ուղեղին ինչ հարց տալիս ես, ինքը դրա պատասխանն է քեզ տալի։ Քո ամենամեծ ձախողումը որն է եղել ու ոնց ես դուրս եկել տակից։ Թերևս ամենամեծ ձախողումը այդ հենց ֆոկուսս կորցնելն է եղել, որ ես բազմաթիվ գործեր եմ զուգահեռ արել։ Մի անգամ ֆակապ նայեցի ժամանակ ինձ ասել էին ելույթ ունենամ ու պատմում էի, թե որն է իմ ձախողումը եղել ու հենց ֆոկուսներ ու ես այդ պրեզենտացիայի մեջ փորձեցի մի հատ լիստ սարքեմ, այն ամեն ինչ որ արել եմ 75 կետանի մի հատ բան դարավ, ցանկ դարավ ու տեղ տենց չի որ այդ իդրամի ասենք թե սրա մասն եմ պատմել շատ իդրամի ասենք չգիտեմ մասնաճյուղերի ցանցը առանձին կետ է կամ հարկեր турքերի հավաքագրում իդրամը այդ ցանկի մեջ մի հատ կետ էր ու մնացած այդտենց գործեր էլ այնտեղ դոմենի բիզնեսն է, ինչն է, ինչն է, Հայաստանի օդն է, ինչ բիզնես ասես արել ենք էլ իրականում ու ես հասկացա, որ այդ կատաստրոֆիկ սխալ է եղել, այսինքն ես իմ ամբողջ ժամանակը ռեսուրսը ըստ էության փոշիացրել եմ։ Սենց մի քիչ այնտեղ ծախսել եմ ու այդ նույն 10 տարվա մեջ ինչ մասշտաբի արժեք կարայի ստեղծածել նեի ու ինչ եմ ստեղծել համադրելի չի դաժե։ Սենք տասնյակ հարյուրավոր անգամներ ավելի փոքր արժեք եմ ստեղծել ֆոկուսը կորցնելու պատճառով։ Այդ հիմնական ձախողումն է եղել ու հիմա բոլորին խորհուրդ եմ տալի պարտադիր ինչ որ անում են 100%-ով ֆոկուսել են դրա վրա ու մնացած ինչով որ զբաղված են գրքեր են կարդում ընկերների հետ են շփվում բան այդ ամենը պետք է լինի այդ նույն մի հատ վերջնական քո նպատակի շուրջ երբ որ այդ նաստրոյկա եղած ես այսինքն այդ ալիքի վրա ես արդեն հա դրած ամեն ինչ ընկերներիդ հետ շփման խոսում ես մեկ էլ այդ խոսակցությունից հոп մի բան է ծնվում որը էլի ես քո հիմնական ֆոկուսում կարա օգտագործվի մի հատ ֆիլմ ես նայում քո սիրած ֆիլմը նայում ես մեկ էլ հոպ այդտեղից մի հատ շոր էլեմենտ տեսար որ այնտեղ կարա օգտագործվի այսինքն որ դու ֆոկուսի մեջ ես քո ամեն ինչը օգտագործում է հանուն այդ նպատակին հասնելուն ու այդ նպատակին հասնելու հավանականությունը անգամներ մեծանում է որ սենց իմ հայեցողությանը մնա ես ժամերով հարցեր կտամ, որովհետև անընդհատ ինսայթներ ա լինում, բայց ուզում եմ գամ այն դեսերտին, հա։ Հիմիկվա քո ֆոկուսին, պատերազմից հետո քո մոդելի բան փոխվեց եւ դու մտածեցիր, որ պիտի ստեղծես մի համագործակցային հարթակ, որտեղ աշխարհի բոլոր հայերը պիտի իրենց ներդրումն ունենան տարբեր միջոցներով, միայն ֆինանսական չէ, ռեսուրսային, մարդկային ռեսուրսներ ու իրականացնեք կարևոր խնդիրներ լուծեք, նորարարությամբ զբաղվեք եւ ունեք արդեն շատ հաջողված պրոյեկտներ։ Հիմա որպես տնօրեն ներկայացրու ինչ է Ռեարմենիան, ինչ հարցեր եք լուծել, այս պահին որոնք են ընթացքի մեջ։ Ասեմ, ուրեմն նախ առաջինը Ռեարմենիան ես չեմ ստեղծել Ռեարմենիան ինքը իրանով հենց մի հատ համագործակցության ծնունդ է։ Բայց միտքը քոնը չէր։ Չէ, այնտեղ մի քանի տասնյակ մարդիկ են Ռեարմենիան ստեղծելու գործում միավորվել։ Համետ իդեան, որ հայության համախմբման հարցը պետքա լուծվի։ Պատերազմի ժամանակ բազմաթիվ մարդկանց մոտ է եկել այդ իդեան, էլի, որտեղ մենք ակնհայտ տեսնում էինք, թե ինչքան խնդիրներ կա, որ պարակտված ելնելու պատճառով չեն կարողանում լուծել ու վերջի հաշվով պատերազմ ենք պարտվել պարակտված ելնելու պատճառով։ Մեր թշնամիների համար մեկ ռիսկը այդ մեր համախմբումն է ու հետեւաբար իրանց համար մեկ թիրախը այդ մեր համախմբումն է։ Ու իրանց համար մեկ անելիքն է մեզ պարակտելն է որպես հետևանք, որը լավ ստացվում է, որտեղ մենք ենք վատ մեր գործն անում, էլի, այսինքն մեր առաջի ճակատամարտը որ պետք է հաղթենք, այդ պարակտում ընդդեմ համագործակցության այս ճակատամարտն է։ Ու այս տեսնելով մենք այնտեղ կոնկրետ кейսեր ենք, դեպքեր ենք տեսել պատերազմի ժամանակ, երբ որ մի հատ 3 միավորանոց խնդրեմ չէր լուծվում, չնայած 7 հոգի մարդը մի միավոր ունեցող ուզում էին այդ խնդրեմը լուծեն, որտեղ այդ 7-ը առանձին էին գնում այդ լուծելու։ Ամեն մեկը, հա, ամեն մեկը իր մի միավորով գնում էր լուծելու, իսկ այդ խնդրեմը 3 միավոր է ուզում ու չէր լուծվում։ Իսկ այդ 7-ը որ միավորվեին, այս 3-ը արդեն կգնային այդ խնդիրը կլուծեին, 4 միավորել ազատ կունենայինք։ Ու այս շատերն են տեսել ու բազմաթիվ առանձին ինչ-որ մարդիկ, թիմեր, կազմակերպություններ մտցել են մտածել համագործակցության մասին, հայերի համագործակցության մասին։ Առաջ իհարկե ուրիշ հարթակներ կամ կազմակերպություններ են եղել, որ հենց միջև են հասկացել դրա կարևորությունը ու սկսել են աշխատել։ Ու մենք մի քանի տասնյակ տես տարբեր հայերով, այնտեղ Թուֆենկյան հիմնադրամն է, մեր TCF-ի ժողովուրդն են, Global AM-ն է, Տեխնոտունն է, որտեղ 60-ից ավել տեխնոլոգիական կամպանիաների հիմնադիրներ ու էկզեկյուտիվներ կան, Backbone Branding-ն է, վերջը շատ տարբեր կարճ ասած անհատներ, կառույցներ այդ խնդիրը հասկանալով տենց համախմբվել ենք, իրար գլուխ ենք եկել, ոնց որ որոշել ենք, որ այդ հարցը պետք է լուծենք։ Սկզբում եղել է հիպոթեզ, որ այս 21-րդ դարում նորագույն տեխնոլոգիաներով հայերը կարան ինենց համախմբվեն, ոնց որ երբեք չեն համախմբվել, հա։ Այսինքն այս համախմբման
բացառիկ հնարավորություն է տալի այսօրվա տեխնոլոգիաները։ Սփյուռքի վերջը օգտագործեք ճիշտ։ Հա, օգտագործելը ասելն էլ է այդ առումով սխալ։ Չգիտես ինչի, ծառայելը իր հերթին մենք ենք հիմա ծառայում բոլորին, որպեսզի իրանք համախմբվեն, բայց այստեղ հարցը նրանում է, որ Սփյուռքը այդ նույն հայության մի մասն է, չկա հայություն ու Սփյուռք, որ հայությունը պետք է օգտագործի Սփյուռքի ռեսուրսները։ Այդ իրար հետ միավոր են։ Այս շատ կարևոր է։ Սխալ ընկալում նստածրել են սխալ, չէ՞։ Սփյուռքը առանձին է, մենք առանձին ենք։ Այո, այտենց բան չկա։ Երևանցի, Գյումրեցի այդ սկզբունքն է, հա։ Կան երևանցիներն են, կան գյումրեցիներն են, կան, բայց ամեն բառ, որ ասում ես գյումրեցի, այդ կոնկրետ բան է նշանակում, որ այս մարդը ապրում է Գյումրիում, այդ է նշանակում։ Չի նշանակում, որ ինքը հայ չի կամ տարբերվում է Երևանցուց հայկական հայության մակարդակում, այսպես ասեմ, հա։ Հասկանում ես, այդ շատ կարևոր բաներ է։ Այդ շատ կարևոր է։ Այնուամենայնիվ, ու այդ ժամանակ այդ մի քանի տասնյակ մարդկանցով, այտենց այդ մտածելով իրար գլուխ հավաքվելով 2021-ի հունվարին արդեն սկսել է այս խոսակցությունը, 20-ի պատերազմից անմիջապես հետո հասկացանք, որ վсё, ասենք ուժ ձևա պետք ապրել, սխալ ենք ապրել միջև հիմա, դրա համար այս վիճակում ենք ու շատ լուրջ փոփոխություններ մտավ, բայց թե ինչ պետք է անենք, այդ հələ լավ չէինք հասկանում։ Մեկ էս էինք փորձում, մեկ են ռազմարտությունաբերության ինչ-որ մասով խորացանք, բայց հետո այնտեղ շատ լավ ընկերներ կան, որ իսկականից մտան ու այնտեղ ահագին մեծ արժեք ստեղծեցին, բայց հետո հասկացանք, չէ, սպասի, հետեւյալը տեղի ունեցավ, որ որևէ մեծ խնդիր լուծելու համար այդ խնդիրը լուծելու ցանկություն ունեցողները պետքա իրար գտնեն ու արդյունավետ համագործակցեն։ Այսինքն առանց արդյունավետ համագործակցության ոչ մի խնդիր չի լուծվի։ Արմենիայի շնորհիվ եւ արդյունքում ինչ հաջողության պատմություններ ու նախագծեր ունեք, ցած հերթով խնդրում եմ թվի։ Okay։ Բանը Արմենիան համագործակցության հարթակ է, այսինքն հարց լուծողները ու իրանց սատարողները, իրանց օգնողները այս հարթակում գտնում են իրար։ Հետևաբար Հայաստանի կամ հայության ինչ-որ մի հատ խնդրեմ լուծող նախագիծ Արմենիա հարթակում գալի ներկայանում է ու արդեն դոնորները, էքսպերտները, փող տվող, գիտելիք տվողները գալիս են այդ պրոյեկտին հանդիպում են ու իրար հետ խնդիրներ են լուծում։ Հիմա արդեն 3 տարի է որ հարթակը կա, մենք ինքներս պրոյեկտներ չենք անում, փող չենք տալիս, փող չենք անում, մենք պլատֆորման ենք ընդհանրեն, էլի, հա, այդ գործանողները գալիս են համապատասխան զննություն են անցնում, որպեսզի համոզված լինենք վստահելի լավ պրոյեկտ է, ասենք, հա, ու նոր ինքը ներկայանում է հարթակի վրա։ Ով որ Արմենիայում եղած պրոյեկտներին ուզում է փող տա կամ իր գիտելիքով օգնի, ինքը վստահ է արդեն, որ Արմենիայում ստուգված նախագծեր են, հա։ Ու այս 3 տարվա մեջ 700-ից ավել նախագիծ է դիմել, ստուգումներից հետո 200-ը ներկայացվել է հարթակի վրա, 140-ից ավելը արդեն հաջողել են։ Այն մնացածն էլ ընթացքի մեջ են։ Մոտավորապես 17000-ից ավել արդեն մարդ է համախմբվել, հայերը համագործակցող են։ Մենք եթե սկզբում հիպոթեզեր, ասում էինք դե որ այս նոր տեխնոլոգիաներով հայության համախմբումը փորձենք անել, կարող է ստացվի, հիմա այդ հիպոթեզը հաստատվել է, հաստատ հայերը համախմբող են։ Ու 17000 հոգի իրար հետ հավաքվել են, 140-ից ավել պրոյեկտ են իրականացրել, այդ պրոյեկտների կեսն էլ հենց գումար հավաքելու համար է եկել Արմենիա, ու իրանք $4 միլիոն ավել փող են ռեյզ արել։ Մոտարպես մի 25%-ը on-line է հավաքվում այդ գումարները, Visa-ով, Master-ով, Apple Pay, Google Pay, մնացած մասն էլ դե այդ պրոյեկտները իրանք իրանց աուդիտորիաներն են, էլի ոնց որ ներգրավում, այդ մնացածներ, ասենք, բանկային փոխանցումներով, չգիտեմ, գրանտերով, բաներով են էլի ստացել։ Մի քանի պրոյեկտ կասես։ Շատ հետաքրքիր պրոյեկտներ կան իրականում այդ 140 մեջ։ Ամենահետաքրքիրներից մեկը, որ առաջիններից է նաև եղել, Մունք տեխնոդպրոցն է, հա, շշմելու պրոյեկտ է։ Մունքը տեխնոլոգիական դպրոց է, որը Արցախի Մարտունու շրջանի Հաղորդի գյուղում է հիմնադրվել։ Իրանք որոշել են, որ իրանք չեն ուզում, որ իրանք երեխաները արտագաղթեն լավագույն կրթության համար, ուզում են, որ լավագույն կրթությունը գա իրանք գյուղ։ Ու որոշել են տեղում տեխնոլոգիական պատմությունը մարդիկ սարն են վերում իրանք մոտ։ 100%։ Ու իրանք այդ որոշումը կայացնելուց հետո Արմենիայում ընդամենը 2 ամսում 70 միլիոն դրամ փող են հավաքել, հետո մոտ 4 ամսվա մեջ այդ դպրոցը հիմնել են։ Հենց նույն տարվա ամառը տեխնոճամբարներ կազմակերպեցին 5 գյուղերից մոտ 200 երեխա բերեցին, իրանցից 49 ընտրեցին ու այդ 40-ը նույն տարվա հոկտեմբերին սկսեց կրթվել ու շատ բարձր որակի կրթություն էին ստանում, այսինքն նույն Արմենիայի միջոցով իրանք նաև տարբեր կրթական համակարգերի հետ են կապվել, այնտեղ, չգիտեմ, AVC-ին, հա, AGBU-ի, ասենք, բանը կրթական համակարգերից է, Armenian Virtual College-ը կամ ACA-ը, ու այդ սաղ կապերի շնորհիվ իրանք եկել են հասել են մի կետի,
որ հաղորդի գյուղում նստած երեխեն, ասենք համակարգչային, ասենք կրթություն ստանում արհեստական բանականության դասերի է մասնակցում, որը իրան այդ դասը տալիս է, ասենք մեր հայրենակիցը, ասենք Կալիֆոռնիայից, որն աշխատում է Google-ում կամ Facebook-ում։ Այսինքն Google-ի, Facebook-ի աշխատող հայերը Մունք տեխնոդպրոցի միջոցով տեղի երեխեքին դաս են տալի։ Ու բացի դրանից, որ այս դպրոցը սարքեցին, ու շատ լավ արդյունքներ եղավ, իրանց շրջանավարտներից, ասենք արդեն 3 հոգի Մունքի շրջանավարտներից հենց մեր Ռեարմենիայի թիմում են աշխատում, շատ լավ դեմքեր են, էլի։ Դրանից բացի իրանք նաև շատ կայուն մի հատ միավոր դառան, իրանք համ ամբողջ այդ բլոկադայի ընթացքում աշխատեցին, համ երբ որ արդեն այդ բռնի տեղահանումը եղավ, դրանից հետո մի 2-3 շաբաթ հետո Տաշիրում վերաբացվեցին։ Հետո մի հատ էլ Կապանում, մի հատ էլ Վանաձորում մասնաճյուղեր բացեցին ու հիմա էլ Տաշիրում տրանսֆորմացիայի process են միած սկսել։ Ու որ ասում ենք մարզերը համաչափ չեն զարգացած, հիմա այս դպրոցի երեխեք ավելի որակյալ կրթություն են, քան Երևանի սրտում ապրողները։ Հա, ու իրականում հենց այս դպրոցի տարածման շնորհիվ մարզերի զարգացման մակարդակները միանգամից փոխվելու։ Հիմա իրանք Տաշիրում արդեն մի հատ տեխնոլոգիական էկոհամակարգ են ձևավորում, որտեղ Մունքում ոչ միայն գալիս են սովորում են, այլ իրանց սովորածը նաև կիրառում են։ Տեղում հեռավար աշխատանքի առաջարկներ են ստանում, իրանք իրանցով ինչ-որ ստարտափներ կամ կազմակերպություններ են հիմնում, ասենք թե, ու տեխնոլոգիական պրոդուկտներ ու ծառայություններ վաճառում, հա։ Նույն օրինակ Տաշիրում արտագնա աշխատանքը շատ պոպուլյարն է, ասենք առնվազն մի 80-90% տղամարդկանց ամեն ամառ տարեկան 6 ամսից ավել արտագնա աշխատանքի բանան գնում, հա։ Հիմա այս դպրոցի շնորհիվ օրինակ նոր սերունդը արդեն 21-րդ դարի հմտություններ ու պրոֆեսիոնալ մասնագիտացումներ է ձեռք բերելու ու արդյունքում ինքը Տաշիրում իր հողու ջրի վրա նստած ամբողջ աշխարհին արդեն տեխնոլոգիական սերվիս է տալի։ Այսինքն դա սկզբունքային բաներ է փոխվում, տրանսֆորմացիաներ էլի տեղի ունենում։ Այս տեսակ պրոյեկտներով մենք շատ երջանիկ ու հպարտ ենք, էլի։ Ամենակարևորը Ռեարմենիայով փաստացի ապացուցվեց, որ հայերը համագործակցում են։ Կարծրատիպեր եք կոտրել էլ դուսս։ Նույն Մունքի մասին որ խոսում եմ, չէ՞։ Այդ պրոյեկտը որ պատկերացնես 6-700 հոգի մարդ լրիվ տարբեր ոլորտներից, տարբեր դաշտերից, տարբեր տարիքների, ասենք իրար հետ միացել են այդ խնդիրը լուծել են։ Այնտեղ ասենք նույն բիզնեսմեններ կարած տենաս, ասենք, չգիտեմ, տարբեր ոլորտներից, էլի, տեխնոլոգիական ոլորտից, CRISP-ն է, չգիտեմ, ասենք նույն TCF-ն է կամ Service Titan-ն է, ինչ-որ օլիգարխներ 5 կարող է տենաս, չգիտեմ, Հակոբյանների ընտանիքը իրանք support են, ֆոնդեր, ասենք, թե Idea Foundation-ը կամ բիզնես միավորներ, այնտեղ Capital Club-ը, ասենք, թե Մանթաշյանցը բիզնես միավոր, այսինքն այնքան տարբեր իրանցով սկսած վերջացրած բանը տնտեսագիտական համալսարանն է նաև donation արել այդ պրոյեկտին ու վերջացրած դպրոցական երեխեքով 500 դրամով 1000 դրամով օգնում էին այսինքն կարճ ասած շատ լայն կոնսոլիդացիա է տեղի ունենում ու յուրաքանչյուր կարևոր պրոյեկտի շուրջ բազմաթիվ տարբեր հայեր համախմբվում են ու արդյունավետ համագործակցելով այդ խնդիրները լուծում են Ռեարմենիան դրա մասին է հետո փոխում այո ես ինչի հենց ուզում եի որ 3-րդ հյուրը դու լինես ու ֆինանսական թեմաները քեզ հետ քննարկենք որովհետև ասում եմ կյանքում պիտի գտնես նյութականի ու հոգևորի բալանսը իմ կարծիքով դու գտել ես այդ դեռևս տարիներ առաջ Facebook-ը որ ուսումնասիրում եմ գրված է որ ընկերներս ասում են այս անգամ ծնունդիդ ինչը հովանավորենք այս անգամ տենց եղավ ունես լավ էր ու ոնց հասկանում եմ միայն այս տարի չի մի քանի տարի շարունակ հա մի քանի տարի առաջ ես էի ասում էի որ ժողովուրդ ջան բանը ծնունդից նվեր արեք այսինչ պրոյեկտին օգնելով ու հետո արդեն ժողովուրդն էին հարցնում բա այս անգամ ինչ ենք անում բան ու այս տարի ինչ որ տես խառն էին գործերով չդրեցի այդ պոստը մեկ էլ տեսնեմ սա գրում են հա այս ինչ հաշիվ է բա այս անգամ ինչին ենք օգնում ինչ հարց ենք լուծում էլի ոնց որ ու մի հատ շատ լավ պրոյեկտ կա այդ Armenian Treasures-ն է իրանք էլ մեր մշակութային ժառանգության եռաչափ սկանավորումն են անում ու ամբողջ աշխարհին հասանելի դարձնում մեր եկեղեցիները այդ բաները մեր ամրոցներ բաներ էլի ոչ ու տենց որոշեցինք իրանց օգնենք Սյունիքին չէ բանը հիմա հա իրանք այս պահին Սյունիքի վրա են կենտրոնացած Սյունիքի բոլոր մշակութային օբյեկտների սկանավորումը թվայնացումը ըստ էության ու միջազգային արտակներում արդեն ցույց տալ է այդ հարցն լուծում։ Այ երբ որ այդ ծրագրերի ու նախագծերի մասին ես խոսում, այդ լայն ժպիտը պայծառ գալիս է ու ավտոմատ զգում ես մարդը երջանկության էմոցիաներ է ապրում, հարց է առաջանում, քո համար երջանկությունն ինչ է, ոնց է, որտեղից ես գտնում երջանկություն։ Լսի, դե նպատակներիդ իրականացման ինչքան մոտենում ես, այդքան երջանկանում ես, էլի։ Այսինքն, եթե պատկերացրել ենք, որ ներդաշնակ մարդկությունն է մեր երազանքը, քանի քայլ
դեպի այդ գնում ենք, այդքան ավելի երջանիկ ենք մեզ զգում, էլի։ Ես մի կարևոր փաստի մասն եմ ուզում խոսել, Գևորգը ոչ միայն բազմաթիվ բիզնես նախագծերի հեղինակ է, ծրագրավորող է եւ այլն ստեղծող է, նաեւ բազմազավակ հայր է, 5 երեխաներ ունի, այ որպես հայր ինչ ֆինանսական դաստիարակություն ես տալիս քո երեխաներին։ Լսի, ես երեխաների դաստիարակություն չեմ տալի, ճիշտ ասած։ Խորհուրդներ չես տալիս։ Երբ ուզում են, տալիս եմ, բայց այդ դաստիարակությունը է դա, որ ասում ես ինչ դաստիարակություն ես երեխաներին տալիս։ Ֆինանսական գրագիտության մասին լավ, ինչ օգնող տերմիններ, գրքեր, խորհուրդներ։ Ոչ մի հատուկ բան, ես ճիշտ ասած երեխեքի մասով մտածում եմ երկու կարևորագույն բան կա, որ պետք է իրանց տալ, մեկը այդ ազատությունն է, իրանք պետք է սենց 100% իմանան, որ իրանք բացարձակ ազատ են։ Ինչ ուզեն կարան անեն, իրանք ազատ մարդ են ծնվել, ոչ թե պետք է վաստակեն իրանց ազատությունը, այլ իրանք հենց ազատ ծնվել են։ Ինչի վախ։ Սխալողով կգնան։ Չէ, դրա համար կա երկրորդ բանը, կոմպոնենտը, այդ պատասխանատվությունն է։ Այսինքն նաև պետք է ինքը, ասենք պետք է բացարձակ ազատ լինի ու բացարձակ պատասխանատու ցանկացած բան անելուց առաջին ինքը իրան պետք է պատասխան տա, թե ինչի համար է ինքը այդ անում։ Ու երբ որ դու գիտես ինչի համար ես անում, այն 7 ինչուների կանոնով էլի ոնց որ, հա, root cause-երը հիմնարար ոնց որ պատճառները քո որևէ գործողության գտնում ես, արդեն դու ոչ մեկի ուրեմն ազդեցության տակ կամ տրամադրության տակ չես հայտնվի, էլի։ Իրական որ դու գիտես, ես ինչ եմ, ես լրիվ ազատ եմ, ինչ ուզեմ կարամ անեմ։ Օրինակ այս եմ ուզում, օքեյ, ինչի եմ ուզում։ Ես պետք է ինձ պատասխան տամ դրա համար։ Ու սկսում եմ խորանալ, մեկը պարզվում է, ես շուտ մի հատ մարքեթինգային արշավի ազդեցության տակ եմ ընկել, դրա համար եմ ուզում։ Կամ պարզվում է, որ որովհետև այսպես նպատակ եմ առաջադրել ու նպատակին հասնելու համար անհրաժեշտ է այս քայլ անելը։ Ու երկրորդ դեպքում բնականաբար անում ես, առաջի դեպքում չես անում, որտեղ առաջինը հասկացա, որ ես չեմ կարող սրա համար պատասխան տամ, սրա պատասխանատուն, ասենք այն բանը Բիլի Այլիշն է խոսքի, օրինակ, որ իրանից ազդված, ասենք թե այսինչ շորերն եմ հագնում, ենթադրենք դու ջոկում ես, որ արդեն դու ազդեցության տակ ես, էլի։ Ոնց բիզնես ստեղծել 0-ից այդ քեսերը հասկացանք, հիմա մեզ լսում են նաև ղեկավարներ։ Ինչպիսին պիտի լինի ղեկավարը, երբ որ ես առաջին անգամ քեզ ու քո թիմին տեսել էի, մտքովս անգամ չէր անցնի, որ դու այդ մի ամբողջ թիմի ղեկավարն ես ու հիմա էլ նույն հարաբերությունները շարունակվում են, որպես ղեկավար, ինչ խորհուրդներ կտաս մեր ղեկավարներին, որովհետև շատ-շատերը պատկերացնում են դե բիզնեսմեն, շեֆ, աթոռ, դու սա պիտի անես, դու նա պիտի անես, որը չի տանում այն մեծ հաջողություններին, որոնք որ դուք եք կիրառում։ Դες մի հատ բան մտքովս անցավ, հենց նոր ղեկավարը այդ ղեկը բռնած վարողն է, էլի։ Ու հիմա եթե ասենք մի հատ ավտոբուս է, ասենք, ու մնացածախ պասաժիրներ են, իսկ դու էլ այդ շոֆերն ես, ասենք, օքեյ, այնտեղ էլ կապ չունի, այնտեղ պասաժիրներ են նստած, թե ասենք կարտոշկա է բարձած, ասենք, դու ես ղեկավարը, ղեկը ձեռը դուր քշես կգնաս։ Հիմա թիմում տես չպետք է լինի։ Թիմում իրականում պետք է դու լիքը ավտոբուսներ սարքես, ամեն մեկը ասենք թե մի ավտոբուսի ղեկին պետք է նստի, ասենք, ու բոլորով իրար հետ պետք է գնաք, շատ ավելի մեծ ծավալի գործ կանեք, շատ ավելի մեծ քանակի ապրանք տեղ կհասցնեք, էլի։ Հիմա այսինքն առաջին, հա, ալեգորիկ, բայց ուղիղ նայ առաջի գործը ինչ որ պետք է ղեկավար կոչվածը անի, այդ ճիշտ մարդկանց գտնել ու ներգրավելն է։ Вообще-то միակ գործը։ Այսինքն եթե դու ճիշտ մշակույթ ունես թիմում, դու ճիշտ մարդկանց ես գտել, ներգրավել, ովքեր իրանց գործը լավագույն ձևով անում են, նույն ձևով նվիրված են հանուն այդ գաղափարի ապրող մարդկանց, եթե գտել ներգրավել ես, всё, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ աշխատում է։ Եթե ինչ-որ միտեղ ինչ-որ բան չի աշխատում, ինչ-որ բան սխալ է, նշանակում է այդտեղ ճիշտ մարդ այդ հարցի գլխին կանգնած չկա, ու քո գործը այդ ճիշտ մարդուն գտնել, բերելն է։ Եթե չես կարողացել ճիշտ մարդուն գտնել, ուրեմն օքեյ, դու պետք է գնաս այդ գործը անես, էլի, որտեվ դու պատասխանատվությունը վերցրել ես քո վրա։ Հիմա մենք ոնց ենք անում, մենք մի քիչ այդ ղեկավար տերմինները չունենք, մեր մոտ ուրիշ ձև է։ Մեր մոտ թիմում մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը վերջնական նպատակի համար ամբողջական պատասխանատվություն է վերցրել։ Մեր մոտ չկա որ այս մեկը copywriter-ն է, ինքը պատասխանատու է տեքստի համար, այս մյուսն էլ ծրագրավորողն է, պատասխանատու է կոդ գրելու համար։ Մեզնից ամեն մեկը պատասխանատու է վերջնական ամբողջական նպատակի համար։ Խորհուրդը ոնց որ այնա, որ համար 1 գործը ինչ որ իրանք պետք է անեն, ճիշտ մարդկանց գտնել, ներգրավելն է։ Այսքան հաջողված պրոյեկտներ, նախագծեր կա, կյանքում ինչի համար ես ափսոսում։ Դասի, տենց օրինակ նրա համար պատերազմից հետո է սկսել լինել այն բաները, ինչի համար ափսոսում եմ, օրինակ ես ափսոսում եմ, որ 2004 թվականին Իդրամն ենք սկսել, ոչ թե Ռեարմենիան, օրինակի համար։ Այսինքն
փոքր նպատակներ դնելն է երևի, որ sense կարճ ձևակերպեմ, ափսոսում եմ այն բոլոր դեպքերի համար, որտեղ ավելի փոքր նպատակ եմ դրել, քան պետք էր։ 5 տարի հետո քեզ որտեղ ես պատկերացնում։ Դե Ռեարմենիայի պլանները մեր 5 տարի հետո ազգային սուբյեկտը պետք է կայացած լինի արդեն, առնվազն մոտավորապես մի 300,000 հայ, այսօրվա 17,000-ի փոխարեն արդեն պետք է ներգրավված լինի այս արդյունավետ համագործակցության process-ներում, առնվազն այդքանը ու կրթության ոլորտում այս ոչ ֆորմալ կրթական հաստատությունները, ասենք, ռեալ տրանսֆորմացիայի պետք է ենթարկած լինեն դպրոցական երեխեքի ծնողների մտածողությունը, էլի, ու գոնե իրենց ճնշող փոքրամասնության մտածողությունը, էլի։ Սենց, ի որ կարճ ասեմ, ասենք, եթե հասկանալի որ լինի, հեշտ լինի, 300,000 պլյուս հայ Ռեարմենիայի համայնքում արդեն առնվազն, էլի, այդքան հայ, ու այդ ազգային սուբյեկտը, որը ազգի շահերից ու ռիսկերից ելնելով որոշումներ է կայացնում, ասենք, ինքը արդեն կայացած մարմին է լինի, էլի։ Մենք 5 տարի հետո գալու ենք։ Թակումներ ուզում անեի։ Հա, օքեյ։ Ինչ անենք։ Ուզում էի հարցնեի գումարով ինչ չի կարելի գնել։ Ալ Պաչինոն այնքան սիրուն էր այդ թեմայով խոսում։ Ինչ էր ասում։ Ասում եմ, ինձ գեղեցիկ կին պետք չի, ես իմ գումարներով նրան կնվիրեմ գեղեցկություն, հարուստ էլ պետք չի, հարուստ եմ, բայց աշխարհի որևէ գումարով չեմ կարա ազնվություն, հավատարմություն, այդ բարոյական արժեքներ, որ խորանում ես հələ այդ երբ հասե, չէ, որ թվերին, այն ժամանակ այս զարգացումներն ու Instagram-ը չկար, հարցնեմ քեզ այդ։ Ինչ ուզում ես։ Լավ է, հարցնեմ։ Գումար ստեղծող մարդուն հարցնում եմ, գումարով ինչ չի կարելի գնել։ Իրականում նպատակներն են, էլի, այսինքն գոյությանդ իմաստը սահմանելը փող ունենալ չունենալու հետ կապ չունի։ Հիմա կարելի է փող ունենաս, բայց աննպատակ անիմաստ կյանք ապրես, ասենք, էլի, մաքսիմում ասենք քո մսագնդի համար ասենք ապրես, էլի։ Այսինքն փող ընդհանրապես պետք չի կյանքիդ իմաստը սահմանելու համար։ Չգիտեմ, փողով կարաս այդ առնես թե չէ, չես կարա երևի։ Չես կարա։ Կյանքի իմաստ չես կարա առնես։ Հա, կյանքիդ իմաստը փողով չես կարա պատվիրես քո համար սահմանեն։ Երևի։ Պետքա հա ու այդ իմ կյանքի իմաստն էլ այդ նպատակ կոչվածն այնքան կարևոր է, որտեվ այդ պայմանավորումը մնացած ամեն ինչ։ Ասենք դու ում հետ ես ամուսնացել, քանի երեխեք ես ունեցել, ծնողներիդ հետ ես ապրում, թե առանձին ես ապրում, ում հետ ես ընկերություն անում, որտեղ ես աշխատում, ինչ ես աշխատում, ասենք, վերջը ամեն ինչը ըստ էության, եթե դու իհարկե որպես քո կամքով շարժվող բանական մարդ ես, էլի ոչ թե հոսանքների տակ տված, ասենք, ինչ որ մեկը, այդ ամեն ինչը քո գոյության իմաստից կախված է, էլի։ Երևի։ Իսկ մարդկության գոյության իմաստն ինչու՞մ է։ Էվոլյուցիայի։ Այդ չգիտենք մենք։ Այդ չգիտենք, այդ ոնց որ պատկերացրու մեղուները, ասենք, հիմա թռնում են, գնում են նեկտարը հավաքում, բերում, մեղր են սարքում, ասենք մենք կամ արջը վերցնում ուտում է, ու մենք ապրում ենք դրանով, չէ՞, այդ մեզ սնունդ է կոնկրետ, ապրացնում է, երջանկացնում է, բայց մեղուն հո խաբար չի դրանից։ Ինքը հո չի սարքում, որ դու ուտես, ինքը իր համար իր առօրյան է, իր, ասենք, կյանքն է ապրում, այդ սնունդը ինքը իր համար է սարքում ըստ էության, Պրոստը որ դու ինչ-որ մի բան տանում ես մեջից, տենմա դատարկվել է, էլի է սարքում, բայց ինքը չի հասկանում, իր բանականությունը հերիք չի, նու իր գիտակցությունը հերիք չի, որ քեզ ընկալի։ Նույն ձև ասենք Իրանն էլ իր ծաղիկը չի ընկալում, ծաղիկը որտեղ աճում է, ինքը չի ջոգում, որ ինքը աճում է նրա համար, որ իր նեկտարը մեղուն գա տանի, ասենք, էլի։ Այսինքն այդ ոնց որ գիտակցության տարբեր մակարդակներ է, էլի, հետեւաբար մարդկությունն էլ ինքը իր հերթին գոյություն ունի, ինչ որ մի հատ Իրանից վերև արդեն միավորի համար, որը ինքը իր բանականությամբ չի կարող ընկալի։ Ասենք նույն այդ Աստծո գաղափարը, իմ պատկերացում Աստվածն այդ ամբողջն է, որի մասն ենք մենք, մեր կրոնն էլ է, չէ, քրիստոնեությունն էլ է ասում Աստված ամենուր է, ասում է քո մեջ է, քո կողքն է, ու իմ պատկերացումը մի հատ ամբողջն է, էլի, բայց այդ ամբողջը ի՞նչ է, ու մենք այդ ամբողջի մեջ ի՞նչ դեր ենք խաղում, մեր գեներացրած էներգիայով ինչքան ենք այդ ամբողջին ավելի ներդաշնակ ու երջանիկ դարձնում, այդ մենք չենք կարող չափենք, մեր բանականությունից վերև է, էլի ոնց որ։ Շատ սիրուն ասեցիր, ես էլ ուզում եմ ասել, որ ասվում է, որ մենք Աստծո նմանությամբ ու պատկերով ենք, չէ՞, ստեղծված։ Մենք միայն ֆիզիկական նմանություն ենք հասկանում, չենք հասկանում, որ այդ նմանությունը ստեղծելու ու ստեղծագործելու մասին էլ է։ Մենք էլ մեր խոսքով, քայլով,
մտքով, նույնպես ստեղծում ենք մեր աշխարհը։ Մենք էլ այդ մեր կյանքի արարիչն ենք, ես սիրում եմ ասենք ռեժիսորն ու սցենարիստն ենք, ոչ միայն դերակատարն ենք։ Կարող է հենց այդ իմաստով են ասում նմանությամբ, կարող է եւ որտեվ մենք ուղղակի մեկ ենք Աստծո հետ, այդ իմաստով են կարող ասում, տենց, չգիտեմ, որ կրոնը ոնց է անդրադառնում դրան ու ինչի նկատի ունի այդ ֆրազի տակ, բայց իմ ընկալմամբ այդ մի հատ տենց ամբողջ է, որի մասն ենք մենք, ու հարցիդ պատասխանելով մարդկության գոյության իմաստը իմ խորը համոզմամբ կամ տես սխալ է երևի ասել, բայց իմ կարծիքով կարճ ասած մեր գիտակցությունից վերև է, էլի, մենք չենք կարում հասկանանք, թե մենք մեր գոյությամբ որտեղ ինչ խնդիր ենք լուծում, կարանք ենթադրություններ անենք, սիրուն ասենք, ինչ-որ տարբերակներ կարանք հորինենք, որ մեզ շատ կօգնի ասենք ավելի տենց ոգեորված ապրելու, հա, բայց դրա պատասխանը հազիվ թե ունենանք։ Լավ, մենք 5 տարի հետո գալու ենք, տեսնենք 300,000-ը կա, չկա, ինչ հաստատ լինի։ Ես վստահ եմ 300-ն անցնելու է, ոնց որ այն խելացի դրամապանակի տարբերակում ուղղակի ժամանակ չունեցանք այդ էլ մի քննարկելու առանձին թեմայր, այո, 3 միլիոն հավաքվեց։ Վստահ եմ դա անցնելու, այս փաստով արձանագրված է։ Շատ շնորհակալ եմ։ Գևորգի գրաֆիկը, որպեսզի դուք հասկանաք ինչպիսին է, 20 րոպե, 15 րոպե, 30 րոպե ու այդ գրաֆիկում տեղավորվել այսպիսի խնդիրներ ու հարցեր քննարկելն է մեծ հաճույք է։ Ամենայն դեպս, մերսի։ Շնորհակալ եմ։ Մի հետազոտության մասին եմ ուզում խոսել, ասվում է, որ իրենց կյանքի մայրամուտին հասած մարդկանց, հա, տարեց մարդկանց հարցրել են, թե կյանքում ամենաշատ ինչի համար են ափսոսում, մեծ մասը պատասխանել է, որ ափսոսում է, որ չի գնացել, չի վազել իր երազանքի հետևից, նրան ետ է պահել վախը ու ինքն աշխատել է փաստորեն ուրիշի երազանքի համար։ Իմ հաղորդման շրջանակներում դուք տեսնում եք այնպիսի մարդկանց, ովքեր աշխատում են իրենց երազանքի համար, փոխում են իրենց աշխարհը եւ իրենց շուրջը գտնվող ուրիշների աշխարհները, որովհետեւ հիշում ենք, եթե նրանք կարող են, կարող եմ նաեւ ես, եթե ես կարող եմ, կարող ես նաեւ դու։ Եթե ես կարող եմ, կարող ես նաեւ դու։ Մի հատ էլ վերջում քեզ ֆիքսեն, էլի, որ դու ասում ես, եթե ես կարող եմ, կարող ես նաեւ դու։ Հենց այդ բառերով պետք է ասեմ։ Հա, բոլորն ասել են տենց։ Բայց եթե ես դաժե չեմ կարող, մեկա դու կարաս ախր։ Բայց դու ոչ չես կարողանում։ Բայց միտքը ուզում ասեմ նա, որ եթե անգամ ես չեմ կարող, դու մեկա կարաս։ Մեկա կարաս։ Բայց լավ, օքեյ։ Ես այս հատվածը կթողեմ, մոնտաժից չեմ անի։ Չէ, որտեվ եթե ես կարող եմ, այդ ինչ կա, ասենք ես եմ ու չեմ կարող, այդ չի նշանակում։ Ես այդ որպես նայ, այդ միտքը ոնց է ինձ եկել, երբ որ ես մտածում եմ, լավ, ինչ անեմ, ոնց անեմ, այ ուղեղից այդ հարցերն է տալիս։ Իմ ուղեղը կոնկրետ հաջողակ մարդկանց պատմություններ է բերել իմ առաջ, ու այդ միտքը եկավ, եթե ինքը կարա, ես էլ կարամ, հետո սենց ստեղծվեց հաղորդում, այսի դարձել է սենց կարգախոս։ Հա։ Որ կամերային նայելով ասեմ։ Այս մեկին։ Հիմա։ Ոնց, եթե ես կարող եմ, կարող ես նաև դու։ Ոնց որ մոտիվացիա էլի, հա։ Okay։ Դու ամեն ինչ կարաս։ Գիտեմ։ Մնում է որոշես, էլի, որը ամենակարևորը դու քեզ հավատաս։ Ամենաառաջին փուլն է դա։ Կամքն է, էլի։ Կարող է փոքր ժամանակվանից քո այդ որ դու շատ դուրս ու ներս ես արի եւ այլն քո սեփական ուժերին շատ ես հավատացել, բայց մարդկանց մեծ մասը չի հավատում իր այդ գերհզոր լինելուն, որ ուղեղով կարող է իրավիճակներ փոխի։ Ամենաառաջին ես էլ եմ դրա միջով անցել։ Ասենք ինձ որ ասում են, «Ո դու ստեղծագործ ես, խարիզմատիկ ես» եւ այլն, ես մտածում եմ, դե լավ, ես բարեկամ էր, ծանոթ էր եւ այլն, այնքան միջև այնքան շրջանակը մեծացավ լրիվ անծանոթ մարդիկ են, ասում եմ, կարող է ինչ-որ բան ճիշտ են ասում։ Հա, ճիշտ են ասում։ Կար մի բան, որ կուզեիր խոսենք։ Չէ։ Okay, ես խելացի դրամապանակից շատ կուզեի, ուղղակի որ այդ թեման է բացելի։ Չի, իրականում ինքը իրանով, որտեվ այդ պրոդուկտն էլ առհասարակ չկա, չի եղել, այնտեղ ֆեյլեր ա եղել, մի քանի անգամ սարքել են, չի ստացվել, բա ինքը որպես մարքեթինգի մասով տենց կլասիկ լավ պատմություն է մնացել, որ փաստացի ասենք $1 միլիոն պլանով սկսել են 3 միլիոն ռեյզ են կարել ոնց որ ու հայկական պրոդուկտը 140 երկրներ ասենք վաճառվել է, էլի։ Այդ վաճառելուց դաժե տենց երկրներում այդ ցանկում երկրներ կար, որ դրանց մասին չէինք էլ լսել։ Այսինքն ինքը որպես տես մարքեթինգային լավ кейս է, էլի, ու մենք իրականում հիմա դասերի բաների մեջ իրան որպես кейս ստադի օգտագործում ենք։ Հազար բան կար խոս, դասերից էլ կարեինք խոսայինք, Ռեալմենի ակադեմիայից, հա դե բայց այդ չես տեղավորել։ Դե չեմ տեղավորել, եմ ասում, մի 3 ժամանոց հաղորդում կներ, այն մեկ էլ գիտես ինչն է տպավորը, որ ասում էր ես բանտում նստած, արդեն պատրաստ էի, իմ վրա նենց հոդված էին դրել, որ կարող է 6 տարի ես նստեի։ Հա մենք դες պլանավորել էինք իրականում 4-ից 8 էր սրոկը, բայց այնտեղ 4 տալիս են, եթե տենց ընդունում ես մեղքերից, ես չէի ընդունում բնականաբար։ Բայց դու մեղքել չէիր արել, ուղղակի տենց անում են, որ բիզնեսը վերցնեին։ Ու 8 տարի էլ կտային, եթե ասենք իսկականից սա
հիմնավոր էին։ Իսկ այնտեղ ոչ մի բան չէին կարող հիմնավորել, որտեղ հորինացել, ես էլ չէի ընդունում, իտոգում մոտարպես այս մեջտեղները միտեղ էր էլի կանգնելու։ Բայց մեկ այս հարցին շատ հետաքրքիր։ Բայց կարճ էր, մի 3 ամիս եմ ընդհանրապես ստեյ։ Բայց այդ օրը, որ ցած առավոտը քնում էի, գիշերը քնում էի, առավոտը բացվում էր, որ ցած մենակ այդ 4 պատի մեջ նստած էիր կամ կարող կողքդ մարդիկ կան։ Ինչ էիր մտածում։ Ինչ էիր մտածում։ Քուրս ես անում, դե ինչ ես մտածում։ Նայած այդ օրը որ օրն է։ Ասենք դե չորեքշաբթի է, ագրեսիա, բողոք չկար, բայց ինչ եմ անելու, հիասթափություն, բան։ Չէ, իմաստը ո՞րն է դրա։ Ասենք առաջի 2 շաբաթը գնացել է նրա վրա, որ այս գործը փակելու համար ապացուցելու, որ սա սարքած է։ Ինչա պետք։ Մի 2 շաբաթ դրա վրա եմ ծախսել, սա տենց օրենքներով, բաներով դրիվ sense քշփորեցինք, հանեցինք իրավաբանների կապի մեջ։ Հա։ Քո կոմպով։ Ու ես կոնկրետ, չէ, կոմպով չէի, կոմպը հələ որ չէին թողում, բայց դա հետո պլանավորել էի բերեմ։ Դրա ձևերն էլ էի մտածել ոնց։ Որպես ստեղծագործ, չէ՞։ Հա։ Դե ես որտեվ դիզայներ եմ, իսկ եթե դու ստեղծագործող ես, իրանք պարտավոր են քո պարագաները տան, ասենք նկարիչ ես, քո վրձինն ու կտավը պետք է տան քեզ, գրող ես, քո գրիչն ու թուղթը պետք է տան, իսկ ես կոմպյուտերն գրաֆիկա եմ անում։ Հետո ինձ կոմպյուտեր պետք է տան ասենք էլի։ Դու ոչ մի տենց այդ ճանապարհով գնում էինք, բայց շուտ դուս եկա, սա կիսավ մնաց։ Ասում եմ որ դու բատագույն սցենարին պատրաստ ես, դրա համար լինում են ինչ որ չի։ Հա, ու այսինքն այդ առաջի 1-2 շաբաթն է եղել, դա կարող է դաժե շատ եմ ասում, գիտես, կարող է մի շաբաթ։ Բանդիտ ընկերներ կան Թեմուրից բացի։ Հա, չէ, ընկեր նայած ինչ իմաստով, չէ, տենց ընկերներ ոնց որ իմ ընկերներն են, տենց չենք դարել, բայց շատ հարազատ, շատ լավ, շատ ջերմ հարաբերություններով, լավ մարդիկ են կարճ ասած, էլի մեծ մասը։ Ու տենց շատ լավ հարաբերություններ։ Բայց այնուամենայնիվ, բանը միտքը ուրիշ բան։ Ես հետո բանտից որ դուրս եկա, դրանից հետո ինձ առաջարկեցին այդ բանը կալանավորների օգնության համահայկական միություն կա, այդ միության նախագահ դառնամ։ Ու դառա դրա նախագահ, դες մի տարի աշխատեցի, բայց այդ մի կողմ դրած, ուզում եմ ասեմ, այդ դու պրոստը մի շաբաթ անցավ, հասկացանք, որ չէ, հնարավոր չէ, կոնկրետ պատվեր է, ինձ ուղիղ տեքստով քննի չասեց, էլի ասում եմ պատվեր է, դու ոչ մի չես կարող, ասես օրենքների մեջ ման մի արի լուծումը, այդ վաղ հասկացանք, որ վсё, ուրեմն մնում եմ, ուրեմն 6 տարի դեմներս է, ու սկսեցինք ըստ դրա արդեն պլանավորել, էլի։ Ու որ ասում առավոտը հելար ինչ եմ, այնտեղ տենց օֆիսի պես տեղ էի ոնց որ սենց արքի զանավեսկայի քաշել, առաջի հարկի ոնց որ կոյկա է, այնտեղ պոլկեկ էի դրե, գրքերը շարել էի, լույս էի քաշել մի հատ, զանավեսկով փակ ու տենց օֆիսի պես տեղ էր։ Այդտեղ էլ էր էսթետիկայով, հա, մտահոգված։ Չէ, դա ճիշտ հարմարություն է, ու տենց աշխատում ենք։ Բայց էս եթե պրծել ենք, ժողովուրդ, պրծենք, արդեն ձեր ժամանակն ենք ոնց որ խլում էլի, չէ։ Այս հատվածը ես մոնտաժում պահելու եմ։ Ճիշտ է, վերջում ստացվեց, բայց շատ հավես էր։ Մերսի շատ։ Այո։ Շնորհակալություն ձեր ամենաթանկ ռեսուրսը ժամանակն օգտագործելու եւ մեր հաղորդումը միջև վերջ դիտելու համար։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, սեղմեք նաև զանգակ կոճակի վրա, որպեսզի բաց չթողնեք հետագա հաղորդումները եւ իհարկե մեկնաբանություններում գրեք, ինչը հավանեցիք, ինչը կցանկանաք ավելացնել կամ ինչի հետ համակարծիք չէիք։ Մի խոսքով լայքեք ու տարածեք տեսանյութը, որպեսզի մենք ել ավելի մոտիվացվենք։ Ես եւ իմ ստեղծագործական թիմը հաղորդումները պատրաստում ենք մեծագույն սիրով։